Կարծես առանց հարց տալու ընդունում էր այն ամենը, ինչ Սոնան ասում էր։ Բարձրացրեց որոշ տեղերի չափաբաժինները։ Նորեր նշանակեց։ Տիկին Անահիտը այցելություններից դուրս էր գալիս տեղերի ավելի ու ավելի երկար ցուցակով։ Եվ Սոնան, միշտ արդյունավետ, ամեն ինչ հոգում էր։ Հենց այդ ժամանակ Նունեն սկսեց նկատել։ Նունե Գասպարյանը Պետրոսյանների տանն աշխատում էր 26 տարի։ Սկսել էր որպես օրավարձով մաքրուհի, երբ ընդամենը 22 տարեկան էր, տիկին Անահիտի կողմից վարձված մաքրության գործում օգնելու համար։ Ժամանակի ընթացքում նա դարձել էր ընտանիքի անդամ։ Ոչ միայն սպասուհի, այլ մշտական ներկայություն, գաղտնապահ, ընկերուհի։ Նունեն գիտեր այդ տան ամեն մի անկյունը։ Գիտեր, թե որտեղ են պահեստային բանալիները, որ պահարաններն են ջռում, որ գզրոցում է տիկին Անահիտը պահում ամուսնու հին նամակները։ Նա հասարակ կին էր, համեստ ծագումով, Լորվա մի գյուղից եկած, ավելի լավ կյանքի պայմաններ փնտրելու։ Պետրոսյանների ընտանիքում նա աշխատանքից ավելին էր գտել։ Գտել էր հարգանք, սեր, մի տեղ աշխարհում։ Տիկին Անահիտը նրան արժանապատվորեն էր վերաբերվում։ Հարցնում էր նրա երեխաների մասին, օգնել էր վճարել ավագի ուսման վարձի մի մասը։ Նունեն խորը հավատարմություն էր զգում այդ ընտանիքի հանդեպ։ Եվ հատկապես տիկին Անահիտի։ Վերջին ամիսներին Նունեն փոփոխություններ էր նկատում։ Ոչ միայն տիրուհու ֆիզիկական վիճակի, այլ տան դինամիկայի մեջ։ Սոնան, որը նախկինում միայն պատահական ներկայություն էր, այժմ միշտ մոտակայքում էր։ Վերահսկում էր ամեն ինչ։ Ճաշի ժամերը, այցելուներին, նույնիսկ տիկին Անահիտի ննջասենյակ մուտք գործելը։ Նունեն այլս չէր կարող մտնել մաքրելու առանց թույլտվություն խնդրելու։ Սոնան ասում էր, որ սկեսուրը հանգստի, անդորրի կարիք ունի։ Բայց Նունեն ճանաչում էր տիկին Անահիտին։ Եվ այն կինը, որին նա հիմա տեսնում էր, նույնը չէր։ Կենսունակությունը չքացել էր։ Հայացքը, որ նախկինում թափանցող ու հետաքրքրասեր էր, դարձել էր խամրած։ Տիկին Անահիտը օրվա մեծ մասն անցկացնում էր անկողնում կամ հյուրասենյակի բազկաթոռին նստած, հարված դատարկությանը։ Այլս չէր կարդում։ Չէր ասեղնագործում։ Չէր զանգում ընկերուհիներին։ Կարծես նրան քիչ-քիչ ջնջում էին։ Մի օր, խոհանոցը հավաքելիս, Նունեն բարձր ձայներ լսեց տիկին Անահիտի ննջասենյակից։ Զգուշորեն մոտեցավ։ Սոնան այնտեղ էր, ձեռքին սպիտակավուն հեղուկով բաժակ։ Տիկին Անահիտը, անկողնում նստած, հրաժարվում էր։ Չեմ ուզում սա, Սոնա։ Ինձ հանգիստ թող։ Տարեց կնոջ ձայնը թույլ էր հնչում, բայց դրանում դիմադրության նշույլ կար։ Տիկին Անահիտ, դուք պետք է խմեք։ Սա այն հավելումն է, որ բժիշկն է նշանակել։ Կօգնի թուլության դեպքում։ Ես չեմ ուզում, կրկնեց տիկին Անահիտը, շրջելով դեմքը։ Սոնան անհամբեր հոգոց հանեց։ Բաժակը դրեց գիշերասեղանին, նստեց սկեսրոջ կողքին։ Ձայնի տոնը փոխվեց։ Դարձավ ավելի մեղմ, գրեթե քաղցր։ Դուք դժվարանում եք։ Արմենը կանհանգստանա, եթե իմանա, որ չեք համագործակցում։ Նա այնքան բան ունի մտածելու։ Չեք ուզում նրա համար բեռ դառնալ, այնպես չէ։ Տիկին Անահիտը հայացքը խոնարհեց։ Նունեն տեսավ պարտության արտահայտությունը տարեց կնոջ դեմքին։ Եվ տեսավ նա բավարարվածության կարճած ժպիտը, որը սահեց Սոնայի շուրթերով։ Դա սառեցրեց նրա արյունը։ Առանց աղմուկի, Նունեն վերադարձավ խոհանոց։ Սիրտը արագ բաբախում էր։ Այստեղ ինչ-որ շատ սխալ բան կար։ Բայց ինչ կարող էր նա անել։ Ապացույցներ չուներ։ Միայն վատ զգացողություն, բնազդ, որ տիկին Անահիտին մանիպուլյացիայի են ենթարկում։ Բայց ինչպես ապացուցել։ Ինչպես դա ասել Արմենին, առանց թվալու, թե բաներ է հորինում։ Այդ գիշեր Արմենը գրասենյակից ուշ եկավ։ Հոգնած էր, ուսերը կախ, կոստյումը ճմրթված։ Սոնան նրան դիմավորեց այտին համբույրով մի բաժակ կոնյակով։ Նա շնորհակալություն հայտնեց, երկար կում արեց, հարցրեց մոր մասին։ Քնած է, պատասխանեց Սոնան։ Հանգիստ օր է ունեցել։ Բոլոր դեղերը ճիշտ ժամանակին խմել է։ Մի քիչ ապուր է կերել։ Ավելի թույլ է, Արմեն։ Կարծում եմ, պետք է մտածենք բուժքույր վարձելու մասին։ Բուժքույր, Արմենը կնճռոտեց ճակատը։ Բայց դու չես խնամում նրան։ Խնամում եմ, բայց կրթություն չունեմ։
Իսկ եթե մի բան պատահի, ես ինձ պատասխանատու եմ զգում։ Կարծում եմ, ավելի լավ կլինի մասնագետ ունենալ։ Արմենը մի պահ մտածեց։ Հետո գլխով արեց, համաձայնելով. Ճիշտ ես։ Մեկին կփնտրեմ։ Շնորհակալ եմ, որ խնամում ես նրան, սիրելիս։ Չգիտեմ, ինչ կանեի առանց քեզ։ Սոնան ժպտաց։ Մի ժպիտ, որն ունեին դիտելով խոհանոցի դռնից, չափազանց սառը թվաց անկեղծ լինելու համար։ Հաջորդ օրերը փոքր իրադարձությունների հաջորդականություն էին, որոնք առանձին վերցրած անվնաս էին թվում։ Բայց միասին նրանք անհանգստացնող օրինաչափություն էին կազմում։ Տիկին Անահիտը սկսեց բողոքել ստամոքսի ցավերից։ Սոնան ասում էր, որ դա գաստրիտ է, դեղերի կողմնակի ազդեցություն։ Բժիշկը, որի հետ կապվել էին հեռախոսով, մեկ դեղ նշանակեց ստամոքսը պաշտպանելու համար։ Սոնան հոգաց։ Նունեն նկատում էր, որ դեղերի սրվակները բազմանում են։ Ոչ միայն պաշտոնապես նշանակվածները, այլ ուրիշներ։ Հավելումներ, վիտամիններ, բուսական դեղամիջոցներ։ Սոնան ասում էր, որ բոլորը բնական են, որ օգնում են։ Բայց տիկին Անահիտը կարծես ավելի ու ավելի էր վատանում։ Հագուստը սահում էր նրան նիհարած մարմնի վրայով։ Դեմքը գունատ էր, աչքերը փոս ընկած։ Նա բողոքում էր բերանում մշտական մետաղական համից, սրտխառնոցից, գլխապտույտներից, որոնք ստիպում էին նրան վախենալ անկողնուց դուրս գալուց։ Արմենը խորասուզված աշխատանքի մեջ, մորը տեսնում էր միայն գիշերները հանգստյան օրերին։ Եվ երբ տեսնում էր, Սոնան միշտ մոտակայքում էր, վերահսկում էր զրույցը, պատասխանում նրա փոխարեն։ Արմենը, հոգնած կնոջը վստահելով, չէր նկատում։ Կամ չէր ուզում նկատել։ Մի առավոտ Նունեն տիկին Անահիտին մենակ գտավ հյուրասենյակում։ Դա հազվադեպ էր պատահում։ Սոնան դուրս էր եկել բանկում ինչ-որ բան կարգավորելու։ Նունեն օգտվեց պահից, նստեց տարեց կնոջ կողքին։ Տիկին Անահիտ, լավ եք, հարցրեց նա, քնքշորեն բռնելով կնճռոտ ձեռքը։ Տարեց կինը նայեց նրան։ Աչքերում արցունքներ կային։ Նունե, չգիտեմ, ինչ է կատարվում ինձ հետ։ Ես ինձ այնքան հոգնած եմ զգում։ Այնքան թույլ։ Երբեմն կարծում եմ, թե խելագարվում եմ։ Դուք չեք խելագարվում, ասաց Նունեն վստահորեն։ Դուք ամենախելամիտ մարդն եք, ում ես ճանաչում եմ։ Բայց նրանք ասում են, որ ես շփոթված եմ, որ բաներ եմ մոռանում։ Եվ դա ճիշտ է, Նունե։ Ես մոռանում եմ։ Այլս չգիտեմ, շաբաթվա որ օրն է։ Չեմ հիշում, արդյոք դեղերս խմել եմ։ Երբեմն արթնանում եմ ու չգիտեմ, որտեղ եմ։ Նունեն կրծքում սեղմոց զգաց։ Ինչ-որ բան խորապես սխալ էր։ Բայց ինչ։ Եվ ինչպես օգնել, առանց վստահ լինելու։ Տիկին Անահիտ, քանի՞ դեղ եք խմում։ Չգիտեմ։ Սոնան է դրանով զբաղվում։ Շատ են։ Հաբեր, պատիճներ, հեղուկներ։ Նա ասում է, որ բոլորն անհրաժեշտ են։ Նունեն այդ պահին որոշում կայացրեց։ Պիտի հետաքններ։ Զգուշորեն, բայց պիտի։ Որովհետև եթե մի բան կար, որ նա գիտեր, դա այն էր, որ տիկին Անահիտն արժանի էր պաշտպանության։ Եվ եթե ոչ ոք չէր տեսնում, թե ինչ է կատարվում, ինքը կտեսներ։ Երբ Սոնան վերադարձավ, Նունեն խոհանոցում ճաշ էր պատրաստում։ Սոնան մտավ, պայուսակը դրեց աթոռին, ուղղվեց դեպի տիկին Անահիտի ննջասենյակ։ Նունեն մի քանի րոպե։ Մի կին սկսում է դանդաղորեն մարել սեփական տանը, չհասկանալով, թե ինչու։ Ապուրի յուրաքանչյուր գթալի ջանասիրությամբ տրված յուրաքանչյուր դեղահաբի հետ նրա ներսում ինչ-որ բան անհետանում է։ Բայց երբ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս, նույնիսկ պատերի լռությունն է կարծես արդարություն պահանջում։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Կան տներ, որոնք պատմություններ են պահում։ Եվ Պետրոսյանների ընտանիքի տունը Երանի կենտրոն թաղամասում հենց այդպիսիներից էր։ 50-ականներին կառուցված վարդագույն տուֆով երեսպատված ճակատով դարբնագործ երկաթե դարպասով, այն սերունդների էր ականատես եղել։ Կնունքներ, ծննդյան տարեդարձեր, հարսանիքներ։ Բայց նա հրաժեշտներ, բացակայություններ, լռություններ, որոնք խոսքերից ավելի ծանր էին։
Տիկին Անահիտ Պետրոսյանը միշտ եղել էր այդ տան հոգին։ 83 տարեկանում նա դեռ պահպանում էր ուղիղ կեցվածքը, հաստատուն հայացքը իրեն շրջապատող իրերը դասավորելու յուրահատուկ ձ. Ամեն ինչ իր տեղն ուներ։ Սպիտակեղենի սրբիչները ճաշասենյակի պահարանում, մորից ժառանգած ճենապակյա բաժակները, պատիժամացույցը, որը գրեթե կրոնական ճշգրտությամբ զարկում էր ժամերը։ Տիկին Անահիտը հավատում էր, որ արտաքին կարգուկանոնն օգնում է պահպանել ներքին կարգուկանոնը։ Եվ տասնամյակներ շարունակ դա արդյունք էր տվել։ Այրյանալով 12 տարի առաջ, երբ իր Վահագնը հանգիստ հեռացավ քնի մեջ, նա սովորել էր ապրել բացակայության հետ։ Ոչ թե հեշտ էր եղել։ Առաջին ամիսներին նա գիշերվա կեսին արթնանում էր, փնտրելով ամուսնուն։ 2 հոգու համար սուրճ էր պատրաստում։ Մոռանում էր, որ նա այլս չի վերադառնալու։ Բայց ժամանակը, այդ մեծ, լուռ ուսուցիչը, սովորեցրել էր նրան ապրել կարոտի հետ։ Եվ տիկին Անահիտը ուժ էր գտել առօրյայի փոքրիկ հաճույքների, որդու Արմենի ընկերակցության, վերջերս Հարսի Սոնայի ներկայության մեջ։ Արմեն Պետրոսյանը զույգի միակ զավակն էր։ 48 տարեկան մի տղամարդ, հարգված փաստաբան, մի գրասենյակի սեփականատեր, որը ժառանգել էր հորից ընդլայնել նվիրումով ու տաղանդով։ Բարձրահասակ, քունքերին արդեն ճերմակած մազերով, նա աչքերում կրում էր այն նույն խամրած կապույտ երանգը, որը տիկին Անահիտը ճանաչում էր հայելու մեջ երիտասարդ ժամանակ։ Արմենը միշտ ուշադիր էր եղել, բայց նա միշտ զբաղված։ Աշխատանքը կլանում էր նրան։ Գործեր, դատական նիստեր, հաճախորդներ, որոնք կախված էին իրենից։ Նա խորապես սիրում էր մորը, դրանում վերջինս երբեք չէր կասկածել։ Բայց սերը երբեմն արտահայտվում է անհրաժեշտությամբ արդարացված բացակայություններով։ Այդպես Սոնան մտավ ընտանիքի կյանք։ Արմենը նրան հանդիպել էր 3 տարի առաջ, կորպորատիվ միջոցառման ժամանակ։ Նա 10 տարով փոքր էր, նույնպես փաստաբան, բայց այլ ոլորտի։ Հարկային իրավունք, բացատրել էր նա դեմքը լուսավորող ժպիտով։ Գեղեցիկ էր, զուսպ, բայց տպավորիչ ծով։ Շագանակագույն մազերը միշտ հավաքված էին անթերի խնջույքի մեջ։ Մուգ աչքերը կարծես ուսումնասիրում էին շուրջ բոլորը։ Հագուստը, զուսպ, էլեգանտ։ Սոնան ճաշակ ուներ, դա անվիճելի էր։ Սիրավեպը կարճ տեց։ 6 ամիս անց նրանք արդեն ամուսնացած էին։ Տիկին Անահիտն այն ժամանակ զարմացել էր արագությունից։ Բայց Արմենը երջանիկ էր, դա բավական էր։ Սոնան կարծես անկեղծորեն հետաքրքրված էր այդ ընտանիքի մասը դառնալով։ Այցելում էր սկեսրոջը, ծաղիկներ էր բերում, հարցնում հին բաղադրատոմսերի մասին։ Տիկին Անահիտն իրեն ընդունված էր զգացել այդ կանացի ներկայությունից, որն այնքան պակասում էր Վահագնի հեռանալուց հետո։ Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում։ Սոնան օգնում էր տան գործերում, տիկին Անահիտի հետ զրուցում էր սովորական թեմաներից, ուղեկցում էր նրան բժշկի, երբ Արմենը չէր կարողանում։ Տարեց կինը սկսել էր վստահել նրան։ Նույնիսկ սիրել։ Գուցե ոչ այն խորը սիրով, որը կառուցվում է տասնամյակների ընթացքում, այլ այն համակրանքով, որով ճանաչում ես ջանքն ու նվիրումը։ Բայց հետո ինչ-որ բան սկսեց փոխվել։ Սկզբում աննկատ էր։ Տիկին Անահիտը, որ միշտ երկաթե առողջություն էր ունեցել, սկսեց անբացատրելի հոգնածություն զգալ։ Արթնանում էր առանց տրամադրության։ Ոտքերը ծանրանում էին։ Գլուխը թեթակի բաբախում էր, ոչ մի լուրջ բան, բայց անընդհատ։ Նա դա վերագրում էր տարիքին։ Ի վերջո, 83 տարին անհետանք չի անցնում։ Մարմինը իրենը պահանջում է։ Հոդերը բողոքում են։ Բնական է, մտածում էր նա։ Արմենը անհանգստացած պնդեց, որ նա ամբողջական հետազոտություն անցնի։ Սոնան առաջարկեց ուղեկցել նրան։ Հենց նա գրանցեց այցերը, կազմակերպեց բժշկական ուղեգրերը, նշեց դեղերի ընդունման ժամերը։ Տիկին Անահիտը, սովոր լինելով ինքն իրեն խնամել, սկզբում իրեն մի փոքր ներխուժված զգաց։ Բայց Սոնան այնքան ուշադիր էր, այնքան հոգատար։ Ասում էր, որ դա իր պարտականությունն է որպես հարս։ Որ Արմենը շատ է աշխատում, իսկ ինքը Սոնան ավելի շատ ազատ ժամանակ ունի։ Հետազոտությունների պատասխանները եկան որոշ փոփոխություններով։ Ոչ մի լուրջ բան, ըստ բժշկի։ Ճնշումը մի փոքր բարձր։ Խոլեստերինը բարձրացած։ Վիտամին D-ն ցածր։ Նրա տարիքի մարդկանց համար սովորական բան էր։ Նա դեղեր նշանակեց։
Սոնան ստանձնեց ամեն ինչ դեղատնից բերելու գործը։ Դեղահաբերը դասավորեց հատուկ տուփի մեջ, առանձնացված ըստ ժամերի։ Առավոտ, ցերեկ, երեկո։ Ամեն ինչ միլիմետրի ճշգրտությամբ վերահսկվում էր։ Տիկին Անահիտը պետք է երախտապարտ զգար։ Եվ որոշ ժամանակ զգում էր։ Բայց կար մի բան, որ նրան անհանգստացնում էր։ Մի անորոշ զգացողություն, որը դժվար էր անվանել։ Գուցե դա այն ձն էր, որով Սոնան պնդում էր, որ նա դեղերն ընդունի ճիշտ ժամերին, առանց ուշացումների։ Կամ այն ձը, որով վերահսկում էր, թե ինչ է նա ուտում, միշտ այն փաստարկով, որ դա առողջության համար է։ Թեթ ապուրներ։ Աղցաններ առանց աղի։ Բնական հյութեր, որոնք դառը համ ունեին, բայց, ըստ Սոնայի, հիանալի էին արյան շրջանառության համար։ Հոգնածությունը չէր անցնում։ Ընդհակառակը, վատանում էր։ Տիկին Անահիտը սկսեց գլխապտույտներ ունենալ։ Մի առավոտ, անկողնուց վեր կենալիս, ոտքերը թուլացան, նա քիչ մնաց ընկներ։ Վերջին պահին բռնվեց պահարանից։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Վախը պատեց նրան։ Սա էր վերջի սկիզբը։ Նա միշտ վախեցել էր կորցնել ինքնուրույնությունը, կախված լինել ուրիշներից, բեռ դառնալ։ Սոնան, իմանալով դեպքի մասին, տեսանելիորեն անհանգստացավ։ Անմիջապես զանգահարեց Արմենին, որը մի քանի ժամ անց տուն եկավ, տագնապալի դեմքով։ Նա բռնեց մոր ձեռքերը, նայեց նրա աչքերին, ասաց, որ նորից բժշկի կգնան։ Որ կանեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Որ նա լավ կլինի։ Բայց տիկին Անահիտը մի բան նկատեց։ Հաջորդ շաբաթների ընթացքում Սոնան սկսեց ուղեկցել նրան բոլոր այցելությունների ժամանակ։ Եվ ավելին, սկսեց խոսել սկեսրոջ փոխարեն։ Երբ բժիշկը հարցնում էր, թե ինչպես է նա իրեն զգում, Սոնան պատասխանում էր, մինչ տիկին Անահիտը կհասցներ բերանը բացել։ Ասում էր, որ տարեց կինը շփոթված է, մոռացկոտ, որ օրերը խառնում է։ Տիկին Անահիտը փորձում էր բողոքել, բայց Սոնան ժպտում էր այն վերահսկվող քաղաքավարությամբ, ասում, որ դա բնական է, որ ամաչելու պատճառ չկա։ Բժիշկը, միջին տարիքի մի տղամարդ, որը երկար զրույցների համար քիչ համբերություն ուներ։ Հարսը մտավ խոհանոց։ Տիկին Սոնա, կարող եմ այսօր ավելի թանձր ապուր պատրաստել։ Հավով, բանջարեղենով։ Կարծում եմ, լավ կլինի տիկին Անահիտի համար։ Սոնան նայեց նրան մի արտահայտությամբ, որն ունեն չկարողացավ վերծանել։ Այդ հայացքում ինչ-որ կոշտ բան կար։ Նույն է, շնորհակալ եմ հոգատարության համար, բայց ես եմ, որ խնամում եմ իմ սկեսրոջ սնունդը։ Ես հստակ գիտեմ, թե նրան ինչ է պետք։ Բժիշկը հստակ էր իր խորհուրդներում։ Ոչ մի շատ ծանր բան։ Բայց նա այնքան թույլ է, պնդեց Նունեն, փորձելով պահպանել հարգալից տոնը։ Գուցե նրան ավելի շատ սպիտակուց, ավելի շատ էներգիա է պետք։ Դուք բժիշկ չեք, Նունե։ Ոչ էլ սննդաբան։ Վստահեք ինձ։ Ես գիտեմ, ինչ եմ անում։ Տոնը կտրուկ էր։ Վերջնական։ Նունեն հայացքը խոնարհեց, վերադարձավ աշխատանքին։ Բայց ներսում եռում էր։ Սա հիերարխիայի կամ հարգանքի հարց չէր։ Սա այն մարդուն տեսնելու հարց էր, ում նա սիրում էր, թե ինչպես է մարում իր աչքի առաջ։ Նույն օրը Նունեն օգտվեց մի պահից, երբ Սոնան դուրս էր եկել դեղատուն գնալու, մտավ տիկին Անահիտի ննջասենյակ։ Տարեց կինը նստած էր բազկաթոռին, նայելով պատուհանից դուրս։ Այգին այնտեղ, դրսում, այնքան հեռու էր թվում։ Այնքան անհասանելի։ Տիկին Անահիտ, կարող եմ ձեզ հետ խոսել։ Տարեց կինը դանդաղ շրջվեց։ Շարժումը կարծես ջանք էր պահանջում նրանից։ Իհարկե, Նունե։ Նստիր այստեղ։ Նունեն աթոռ քաշեց, նստեց նրա կողքին։ Բռնեց տիրուհու ձեռքը, զգալով, թե որքան սառն է այն։ Բարակ մատները թեթակի դողում էին։ Տիկին Անահիտ, ինձ պետք է, որ անկեղծ լինեք ինձ հետ։ Իրականում ինչպես եք ձեզ զգում։ Տարեց կինը հոգոց հանեց։ Մի հոգոց, որը գալիս էր շատ խորքից, լի հոգնածությամբ, հաշտվողականությամբ։ Չգիտեմ, Նունե։ Ես իսկապես չգիտեմ։ Օրեր կան, որ արթնանում եմ ու չեմ ճանաչում սեփական մարմինս։ Ամեն ինչ ցավում է։ Գլուխս միշտ շփոթված է։ Բաներ եմ մոռանում։ Երեք մորս անունը չէի հիշում։ Պատկերացնո՞ւմ ես։ Ժամերով փորձում էի հիշել ու չէի կարողանում։
Հետո հիշեցի։ Բայց վախը մնաց։ Վախը, որ մի օր ամեն ինչ կմոռանամ։ Որ կկորչեմ։ Նունեն զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը։ Ավելի ամուր բռնեց տիկին Անահիտի ձեռքը։ Դուք չեք կորչի։ Ես թույլ չեմ տա։ Բայց եթե դա տարիքն է, նուն է։ Եթե դա պարզապես իմ մարմինն է, որ հանձնվում է։ Ես արդեն այնքան եմ ապրել։ Գուցե ժամանակն է։ Ժամանակը չէ, ասաց Նունեն համոզված։ Դուք դեռ շատ բան ունեք ապրելու։ Բայց ինձ պետք է, որ օգնեք։ Պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում։ Հիշում եք, թե քանի դեղ եք խմում։ Տիկին Անահիտը տեսանելի ջանք գործադրեց կենտրոնանալու համար։ Շատ են։ Առավոտյան Սոնան ինձ 5-6 հապ է տալիս։ Հետո հեղուկներն են։ Ցերեկը մի քանիսը։ Երեկոյան նույնը։ Ես անունները չգիտեմ։ Նա է դրանով զբաղվում։ Ասում է, որ բոլորն անհրաժեշտ են։ Որ բժիշկն է նշանակել։ Իսկ դուք ինչ-որ տարբեր բան զգում եք, երբ խմում եք։ Զգում եմ։ Սրտխառնոց եմ զգում։ Ստամոքսս այրվում է։ Գլուխս ավելի է ծանրանում։ Երբեմն զգացողություն ունեմ, որ ուշագնաց կլինեմ։ Բայց Սոնան ասում է, որ դա նորմալ է։ Որ մարմինը սովորում է։ Նունեն խորը շունչ քաշեց։ Նրան կոնկրետ ապացույցներ էին պետք։ Կարծիքներն ու կասկածները բավարար չէին լինի Արմենին համոզելու համար։ Տիկին Անահիտ, կվստահեք ինձ ինչ-որ բան անել։ Ես քեզ վստահում եմ իմ կյանքը, Նունե։ Ապա ինձ պետք է, որ գաղտնիք պահեք։ Ոչ ոքի չպատմեք, նույնիսկ Արմենին։ Դեռ ոչ։ Ես կբացահայտեմ, թե ինչ է կատարվում։ Բայց ինձ մի փոքր ժամանակ է պետք։ Տարեց կինը երկար նայեց Նունեին։ Հետո գլխով արեց, համաձայնելով։ Արա այն, ինչ անհրաժեշտ է։ Երբ Սոնան վերադարձավ դեղատնից, Նունեն արդեն խոհանոցում էր, ընթրիք պատրաստելով։ Սոնան անցավ նրա կողքով, առանց որևէ բան ասելու, ուղղվելով ուղիղ դեպի սկեսրոջ ննջասենյակ, նոր դեղերով լի տոպրակով։ Նունեն սպասեց, մինչ Սոնան դուրս եկավ սենյակից, ապա թարմ ջուր տանելու պատրվակով ներս մտավ։ Օգտվելով առիթից, հեռախոսով լուսանկարեց գիշերասեղանին դրված բոլոր դեղերի սրվակները։ Հետո լուսանկարներն ուղարկեց իր դստերը, որը բուժքույր էր, խնդրելով, որ վերլուծի։ Պատասխանը եկավ մի քանի ժամ անց, արդեն երբ Նունեն տանն էր։ Դուստրը զանգեց, ձայնը լի անհանգստությամբ։ Մամ, այս դեղերը չի կարելի այսպես միասին խմել։ Ծանր դեղորայքային փոխազդեցություն կա։ Եվ չափաբաժինները շատ բարձր են նրա տարիքի մարդու համար։ Սա կարող է լինել բոլոր այն ախտանիշների պատճառը, որոնց մասին ինձ պատմել ես։ Ո՞վ է դա նշանակել։ Բժիշկը, ըստ հարսի։ Բայց ես վստահ չեմ։ Մամ, դու պետք է խոսես բժշկի հետ։ Ուղղակիորեն։ Առանց հարսի միջոցով։ Այնտեղ ինչ-որ շատ սխալ բան կա։ Նունեն շնորհակալություն հայտնեց, անջատեց հեռախոսը։ Բայց ինչպես խոսել բժշկի հետ։ Նա չուներ նրա տվյալները։ Եվ Սոնան վերահսկում էր ամեն ինչ։ Որոշեց այլ կերպ վարվել։ Հաջորդ օրը, երբ Սոնան դուրս եկավ գնումներ կատարելու, Նունեն փնտրեց տիկին Անահիտի թղթերի մեջ գտավ նրան բուժող բժշկի անունը։ Բժիշկ Աշոտ Մանուկյան, սրտաբան։ Հեռախոսահամար էր գրված։ Նունեն զանգեց։ Քարտուղարուհին պատասխանեց։ Նունեն բացատրեց, որ աշխատում է ընտանիքի համար, պետք է ճշտի որոշ տեղեկություններ տիկին Անահիտ Պետրոսյանի համար նշանակված դեղերի մասին։ Մի րոպե, կստուգեմ։ Նունեն սպասեց, սիրտը արագ բաբախում էր։ Վախենում էր, որ կբացահայտվի։ Որ Սոնան կգա կբռնացնի իրեն հեռախոսով խոսելիս։ Քարտուղարուհին վերադարձավ։ Տեսեք, բժիշկ Մանուկյանը բուժում է տիկին Պետրոսյանին, այո, բայց վերջին այցը եղել է 3 ամիս առաջ։ Եվ ըստ բժշկական քարտի, նա նշանակել է ընդամենը 2 դեղ։ Մեկը ճնշման, մյուսը խոլեստերինի համար։ Ուրիշ ոչինչ։ Նունեն զգաց, թե ինչպես սառեց արյունը։ Ընդամենը 2? Այո։ Ինչու եք հարցնում։ Նունեն արագ համապատրաստից պատասխանեց։
Որովհետև նա մի քանիսն է խմում, ես ուզում էի վստահ լինել, որ բոլորը բժշկի կողմից են նշանակված։ Քարտուղարուհին մի պահ լռեց։ Տեսեք, ես չգիտեմ, թե ով է այլ դեղեր տալիս, բայց եթե այդպես է, ընտանիքը պետք է խոսի բժշկի հետ։ Առանց դեղատոմսի դեղորայքը կարող է վտանգավոր լինել, հատկապես տարեցների համար։ Նունեն շնորհակալություն հայտնեց անջատեց հեռախոսը։ Այժմ նա ուներ այն ապացույցը, որն իրեն պետք էր։ Սոնան տալիս էր դեղեր, որոնք նշանակված չէին։ Բայց ինչու՞։ Անփութությամբ։ Թե՞ ավելի չարագուշակ բանի պատճառով։ Նա պետք է դա ցույց տար Արմենին։ Բայց գիտեր, որ եթե ուղղակիորեն խոսի, առանց տեսողական ապացույցների, նա կարող է չհավատալ։ Սոնան իրավիճակը շահարկելու, իրեն զոհի տեղ դնելու, խաղը շրջելու տպավորիչ ունակություն ուներ։ Նունեն որոշեց, որ իրեն ձայնագրություն է պետք։ Մի բան, որը աներկբա կերպով ցույց կտար, թե ինչ է կատարվում։ Եվ դրա համար պետք էր համբերատար լինել սպասել ճիշտ պահին։ Այդ պահը եկավ մի քանի օր անց։ Հինգշաբթի օր էր, կեսօրից հետո։ Արմենը գործուղման էր, գնացել էր Գյումրի, կարոր գործ լուծելու։ Սոնան օգտվել էր ամուսնու բացակայությունից, ավելի հանգիստ լինելու համար։ Նունեն նկատեց, որ նա հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսում է, ծիծաղում, ձայնն ավելի անկաշկանդ է, քան սովորաբար։ Նունեն ձացրեց, թե զբաղված է լվացքատանը, բայց ուշադիր էր։ Կարողանում էր լսել խոսակցությունը։ Այո, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Նա գնալով ավելի է թուլանում։ Սպասեց, ապա, մաքուր սրբիչներ տանելու պատրվակով, գնաց միջանցք։ Ննջասենյակի դուռը կիսաբաց էր։ Նա կարող էր տեսնել, թե ինչպես է Սոնան դեղերը դասավորում գիշերասեղանին։ Առանձնացնում էր հաբեր, հեղուկներ լցնում բաժակների մեջ։ Ամեն ինչ գրեթե մեխանիկական ճշգրտությամբ։ Նունեն կանգնած դիտում էր։ Հետո, երբ Սոնան դուրս եկավ սենյակից, հեռախոսին պատասխանելու, նա արագ ներս մտավ։ Նայեց սեղանին։ Այնքան շատ սրվակներ կային։ Կարդաց որոշ սպիտակներ։ Ճնշման դեղեր։ Խոլեստերինի։ Անհանգստության։ Երկաթի հավելումներ։ Վիտամիններ։ Եվ մի քանիսը, որոնք նա չճանաչեց։ Մտքում գրի առավ անունները։ Հետո դուրս եկավ, մինչ Սոնան կվերադառնար։ Այդ գիշեր, տանը, Նունեն համացանցում որոնում կատարեց։ Մուտքագրեց դեղերի անունները։ Կարդաց կողմնակի ազդեցությունների մասին։ Եվ մի տագնապալի բան հայտնաբերեց։ Այդ դեղերից շատերը, երբ օգտագործվում էին միասին ոչ պատշաճ չափաբաժիններով, կարող էին առաջացնել հենց այն ախտանիշները, որոնք ուներ տիկին Անահիտը։ Թուլություն, գլխապտույտ, մտքի շփոթություն, սրտխառնոց։ Դրանցից մի քանիսը չպետք է համակցվեին։ Ներդիր թերթիկները զգուշացնում էին։ Նունեն զգաց, թե ինչպես սառեց արյունը։ Մի՞թե Սոնան դեղերը սխալ էր տալիս։ Անփութությամբ։ Թե՞ ավելի վատ բանի պատճառով։ Նրան ապացույցներ էին պետք։ Պետք էր վստահ լինել, նախքան որը մեկին մեղադրելը։ Հատկապես Արմենի կնոջը։ Բայց ինչպես ապացույցներ ձեռք բերել։ Պատասխանն անսպասելի եկավ։ Մի քանի օր անց, տան գրասենյակը մաքրելիս, Նունեն բաց ծրար գտավ։ Ներսում փաստաթղթեր կային։ Նոտարական գրասենյակի թղթեր։ Նա չպետք է կարդար։ Գիտեր դա։ Բայց հետաքրքրասիրությունը, խառնված անհանգստության հետ, ավելի բարձր խոսեց։ Դրանք տիկին Անահիտի կտակի ընտանիքի ունեցվածքի հետ կապված փաստաթղթեր էին։ Տունը միլիոններ արժեր։ Բացի դրանից, ներդրումներ, հողամասեր, բաժնետոմսեր։ Ամեն ինչ տիկին Անահիտի անունով էր, որը պետք է փոխանցվեր Արմենին, երբ նա այլս չլիներ։ Եվ քանի որ Արմենն ամուսնացած էր Սոնայի հետ գույքի մասնակի համատեղ սեփականության իրավունքով, դրա կեսը նրանը կլիներ։ Նունեն փակեց աչքերը։ Շարժառիթն այնտեղ էր։ Պարզ, ինչպես օրը։ Դա սեր չէր։ Խնամք չէր։ Շահագրգռվածություն էր։ Սոնան ուզում էր ժառանգությունը։ Եվ որքան ավելի թույլ դառնար տիկին Անահիտը, այնքան ավելի շատ վերահսկողություն կունենար նա ամեն ինչի վրա։ Բայց դեռ պակասում էր վերջնական ապացույցը։ Նունեն չէր կարող պարզապես մեղադրել Սոնային դեղերի սխալ կիրառման մեջ, առանց կոնկրետ ապացույցների։
Արմենը երբեք չէր հավատա։ Նա կուրացել էր սիրուց, վստահությունից։ Հենց այդ ժամանակ Նունեն որոշեց ամեն ինչ փաստագրել։ Սկսեց գրի առնել այն ժամերը, երբ Սոնան դեղեր էր տալիս տիկին Անահիտին։ Ինչ դեղեր։ Ինչ քանակությամբ։ Օգնություն խնդրեց իր դստերից, որը բուժքույր էր աշխատում, որպեսզի ավելի լավ հասկանա դեղերի փոխազդեցությունները։ Եվ սկսեց զգուշորեն լուսանկարել սրվակները, դեղատոմսերը, այն ամենը, ինչը կարող էր լինել։ Մինույն ժամանակ տիկին Անահիտը շարունակում էր մարել։ Արդեն անկողնուց դուրս չէր գալիս, բացառությամբ լոգարան գնալու։ Ոտքերն այլս չէին պահում նրան։ Այգին, որն այնքան սիրում էր իր վարդերով ու ծիրանենիներով, մնում էր այնտեղ, պատուհանից այն կողմ, որպես հեռավոր աշխարհ, որին նա այլս չէր կարող հասնել։ Մագլցող վարդը, որն այնքան խնամել էր, չորանում էր։ Ոչ ոք չէր ջրում այն։ Ոչ ոք չէր մտահոգվում։ Արմենը, գնալով ավելի անհանգստացած, խոսում էր մորը հիվանդանոց տեղափոխելու մասին։ Ավելի մանրամասն հետազոտություններ անելու։ Սոնան համաձայնում էր, բայց միշտ մի պատրվակ էր գտնում հետաձգելու համար։ Ասում էր, որ տիկին Անահիտը չափազանց փխրուն է տնից դուրս գալու համար, որ հիվանդանոց տեղափոխելու սթրեսը կարող է ամեն ինչ վատթարացնել, որ ավելի լավ է պահպանել առօրյան, ընտանեկան միջավայրը։ Եվ Արմենը, հյուծված, ընդունում էր։ Վստահում էր։ Մի գիշեր Նունեն պատրաստվում էր տուն գնալ, երբ տարօրինակ ձայներ լսեց տիկին Անահիտի ննջասենյակից։ Դրանք ցավից ցածր տնքոցներ էին։ Վազեց այնտեղ։ Գտավ տարեց կնոջը անկողնում կծկված, ձեռքերով սեղմած ստամոքսը, դեմքը ցավից ծամածրված։ Տիկին Անահիտ։ Ինչ պատահեց։ Ցավում է, Նունե։ Այնքան է ցավում։ Նունեն վազեց կանչելու Սոնային, որը հյուրասենյակում հեռուստացույց էր դիտում։ Տիկին Սոնա, տիկին Անահիտը վատ է։ Սոնան զայրացնող հանգստությամբ վեր կացավ։ Գնաց ննջասենյակ, նայեց սկեսրոջը չեզոք տոնով ասաց, որ դա ընդամենը գաստրիտի նոպա է, որ շուտով կանցնի։ Ցավի համար մեկ հապ տվեց, վերադարձավ հյուրասենյակ։ Նունեն վրդովվեց։ Ինչպես կարող էր նա այդքան սառը լինել։ Այդքան անտարբեր։ Նստեց տիկին Անահիտի կողքին, բռնեց նրա ձեռքը, մնաց այնտեղ, մինչ տարեց կինը, հյուծված, քնեց։ Այդ գիշեր Նունեն որոշում կայացրեց։ Այլս չէր կարող սպասել։ Պետք էր գործել։ Տիկին Անահիտը վտանգի տակ էր։ Գուցե դա դիտավորյալ չէր, բայց անպութությունը ակնհայտ էր։ Սոնան պատշաճ կերպով չէր խնամում։ Իրականում, ավելի շատ վնաս էր տալիս, քան օգուտ։ Նունեն պետք է դա ցույց տար Արմենին։ Բայց գիտեր, որ նա հեշտությամբ չի հավատա։ Նրան անհերքելի բան էր պետք։ Եվ նա գաղափար ուներ, թե ինչպես դա ձեռք բերել։ Հաջորդ օրերը լուր դիտարկման աճող տագնապի օրեր էին։ Նունեն դարձել էր անհավանական քննիչ, առաջնորդվելով ոչ թե հետաքրքրասիրությամբ, այլ սիրով հավատարմությամբ։ Ամեն առավոտ, Պետրոսյանների տուն հասնելով, նա զգում էր պատասխանատվության բեռը։ Գիտեր, որ վտանգավոր տարածք է մտնում, որ ինչ-որ իմաստով կասկածի տակ է դնում տիրոջ կնոջը։ Բայց տիկին Անահիտի գնալով գունատվող դեմքը, օրեցօր փայլը կորցնող աչքերը, այս ամենը մղում էին նրան առաջ շարժվել։ Սոնան, իր հերթին, կարծես անտեղյակ էր որե կասկածից։ Կամ շատ լավ էր ծածնում։ Շարունակում էր իր մանրակրկիտ առօրյան։ Վաղ էր արթնանում, պատրաստում Արմենի սուրճը, համբուրում նրան, մինչ նա կգնար գրասենյակ։ Հետո ամբողջությամբ նվիրվում էր սկեսրոջ խնամքին։ Կամ նրան, ինչն ինքն էր խնամք անվանում։ Նունեն սկսեց ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի։ Նկատեց, որ Սոնան խուսափում է, որ այլ մարդիկ այցելեն տիկին Անահիտին։ Երբ տարեց կնոջ ընկերուհիներից մեկը զանգում էր, Սոնան պատասխանում էր ասում, որ սկեսուրը հանգստանում է, որ լավ պահ չէ։ Խոստանում էր, որ ավելի ուշ հետ կզանգի։ Բայց երբեք չէր զանգում։ Աստիճանաբար ընկերուհիները դադարեցին զանգել։ Տիկին Անահիտը, որ միշտ շփվող էր եղել, այժմ մեկուսացված էր ապրում։ Նունեն նա նկատեց, որ Սոնան խստորեն վերահսկում է սկեսրոջ սնունդը։ Ճաշերը միշտ չափազանց թեթ էին։ Ջրիկ ապուրներ, քիչ սննդարար նյութերով։ Դառը թեյեր։ Հյութեր, որոնցից տիկին Անահիտը բողոքում էր, թե տարօրինակ համ ունեն։
Սոնան ամեն ինչ արդարացնում էր բժշկական փաստարկներով։ Ասում էր, որ դա ճնշման, խոլեստերինի, տարիքի պատճառով է, որ շատ ծանր սնունդը կարող է ծանրաբեռնել արդեն իսկ թուլացած օրգանիզմը։ Բայց Նունեն գիտեր, որ տիկին Անահիտը միշտ լավ է սնվել։ Միշտ գնահատել է լավ ուտեստը, պատրաստված խնամքով։ Իսկ այժմ, վերացված լինելով այդ փոքրիկ ու անհամ բաժիններին, նա աչքի առաջ նիհարում էր։ Հագուստը կախվում էր մարմնի վրայից։ Զարդերը, որ կրում էր, այլս չէին տեղավորվում չափազանց բարակ մատներին։ Մի առավոտ Նունեն որոշեց նրբանկատորեն դիմակայել Սոնային։ Ճաշ էր պատրաստում, երբ ավելի կախյալ։ Արմենը նույնիսկ չի կասկածում։ Նա այնքան է վստահում ինձ։ Գրեթե ծիծաղելի է։ Սոնան ծիծաղեց։ Ոչ, չեմ արագացնի գործերը։ Պետք է բնական թվա։ Տարիքը, գիտես ինչպես է։ Ոչ ոք չի կասկածի։ Նունեն զգաց, թե ինչպես է արյունը եռում։ Ով էր գծի մյուս կողմում։ Ինչ էր կոնկրետ պլանավորում Սոնան։ Պետք էր դա ձայնագրել։ Վերցրեց հեռախոսը, միացրեց ձայնագրիչը, մի փոքր ավելի մոտենալով հյուրասենյակի դռանը։ Որքան ժամանակ։ Չգիտեմ։ Մի քանի ամիս, գուցե։ Կախված է, թե ինչպես կարձագանքի նրա օրգանիզմը։ Բայց արդեն բավականին առաջ է գնացել։ Նա հազիվ է անկողնուց դուրս գալիս։ Հազիվ է սնվում։ Կատարելապես մեկուսացված է։ Ոչ ոք նրան չի այցելում։ Պարզապես ժամանակի հարց է, մինչ նա լիովին անգործունակ դառնա։ Եվ այն ժամանակ ամեն ինչ կանցնի Արմենին։ Իսկ կեսն իմն է։ Նունեն պետք է իրեն զսպեր, որպեսզի այդ պահին չներխուժեր հյուրասենյակ չդիմակայեր Սոնային։ Բայց գիտեր, որ պետք է ռազմավարական լինի։ Շարունակեց ձայնագրել։ Ոչ, նա չի իմանա։ Նա այնքան զբաղված է աշխատանքով, որ հազիվ ժամանակ ունի սեփական մորը նայելու։ Եվ երբ նայում է, ես միշտ այնտեղ եմ, վերահսկում եմ պատմությունը։ Ասում եմ, որ նա շփոթված է, որ կորցնում է իր կարողությունները։ Նա հավատում է ինձ։ Միշտ հավատում է։ Զանգը քիչ անց ավարտվեց։ Սոնան անջատեց հեռախոսը, դուրս եկավ սենյակից, անցնելով Նունեի կողքով, առանց նույնիսկ նրան նայելու։ Նունեն կանգնած մնաց, հեռախոսը դեռ ձայնագրում էր, ձեռքերը դողում էին։ Նա ուներ ապացույցը։ Ուներ խոստովանությունը։ Այժմ պետք էր որոշել, թե ինչպես օգտագործել դա։ Սպասեց մինչ երեկո։ Երբ Սոնան գնաց լոգանք ընդունելու, Նունեն մտավ տիկին Անահիտի ննջասենյակ։ Տարեց կինը պառկած էր, աչքերը փակ, բայց չէր քնել։ Բացեց աչքերը, երբ զգաց Նունեի ներկայությունը։ Տիկին Անահիտ, ես ձեզ մի բան պետք է պատմեմ։ Շատ լուրջ բան։ Եվ հետո զգուշությամբ նրբանկատությամբ Նունեն պատմեց ամեն ինչ։ Կասկածները, զանգը բժշկին, ձայնագրությունը։ Միացրեց ձայնագրությունը, տարեց կնոջ համար։ Տիկին Անահիտը լսեց ամեն ինչ լռության մեջ, դեմքը գնալով գունատվում էր։ Երբ ձայնագրությունն ավարտվեց, նա փակեց աչքերը։ Մի արցունք սահեց կնճռոտ այտով։ Ես գիտեի, որ ինչ-որ բան սխալ է։ Ես գիտեի։ Բայց երբեք չէի պատկերացնի, որ սա է։ Որ նա ուզում է ինձ վերացնել։ Դա վերացում չէ, տիկին Անահիտ։ Դա ծանր անփութություն է, մանիպուլյացիա։ Բայց մենք կարող ենք դա կանգնեցնել։ Ցույց կտանք Արմենին։ Ինչպես։ Նա այնքան է հավատում նրան։ Նունեն խորը շունչ քաշեց։ Մենք պետք է զգույշ լինենք։ Բայց ես պլան ունեմ։ Նունեի պլանը պարզ էր, բայց ռիսկային։ Նա կսպասեր, մինչ Արմենը վերադառնա գործուղումից, հետո միանգամից ցույց կտար բոլոր ապացույցները։ Ձայնագրությունը, դեղերի լուսանկարները, բժշկի տեղեկությունը։ Ամեն ինչ միասին։ Այնպես, որ նա չկարողանա ժխտել կամ անտեսել։ Բայց մինչ նա կկարողանար իրականացնել պլանը, ինչ-որ բան պատահեց։ Ուրբաթ երեկո էր, երբ Արմենը վերադարձավ Գյումրիից։ Հոգնած էր, բայց նվերներ էր բերել։ Մի տուփ գաթա մոր համար, որը միշտ սիրել էր։ Տուն հասավ երեկոյան ժամը 9-ի կողմերը։ Սոնան նրան դիմավորեց ամուր գրկախառնությամբ։ Ինչպես անցավ գործուղումը։ Հոգնեցուցիչ, բայց արդյունավետ։ Իսկ մայրս ինչպես է։
Նույն ձի։ Թույլ։ Շփոթված։ Կարծում եմ ժամանակն է մտածել հիվանդանոց տեղափոխելու մասին, Արմեն։ Կամ գոնե լրիվ դրույքով բուժքույր վարձել։ Արմենը գլխով արեց, անհանգստացած։ Բարձրացավ մոր ննջասենյակ։ Նունեն այնտեղ էր, օգնում էր տիկին Անահիտին պառկել։ Երբ Արմենը մտավ, նա զգուշորեն հեռացավ, բայց մոտ մնաց, դիտելով։ Մամ, քեզ համար գաթա եմ բերել։ Տիկին Անահիտը նայեց որդուն։ Նրա աչքերում ինչ-որ տարբեր բան կար։ Մի պարզություն, որը շաբաթներ շարունակ այնտեղ չէր եղել։ Կարծես որոշում էր կայացրել։ Արմեն, ես քեզ հետ պետք է խոսեմ։ Մենակ։ Արմենը նայեց Նունեին, որը դուրս եկավ սենյակից։ Բայց մոտ մնաց դռանը, ուշադիր։ Տիկին Անահիտը ուժերը հավաքեց, սկսեց խոսել։ Պատմեց դեղերի, տարօրինակ համերի, այն մասին, թե ինչպես էր իրեն վերահսկվող զգում։ Արմենը լսում էր, արտահայտությունը գնալով ավելի լուրջ էր դառնում։ Մամ, ինչու ինձ սա ավելի շուտ չես պատմել։ Որովհետև կարծում էի, թե խելագարվում եմ։ Որ դա իմ մտքի արդյունքն է։ Բայց հիմա գիտեմ, որ այդպես չէ։ Արմենը բռնեց մոր ձեռքը։ Կխոսեմ Սոնայի հետ։ Բացատրություններ կպահանջեմ։ Ոչ, Արմեն։ Սա պարզապես խոսելու հարց չէ։ Ավելին կա։ Պետք է լսես Նունեին։ Արմենը կանչեց Նունեին, որը մտավ սենյակ։ Նա ցույց տվեց դեղերի լուսանկարները։ Պատմեց բժշկի հետ զանգի մասին։ Եվ վերջապես, դողացող ձեռքերով ցույց տվեց ձայնագրությունը։ Միացրեց ձայնագրությունը։ Արմենը լսեց լռության մեջ։ Սոնայի յուրաքանչյուր խոսքի հետ նրա դեմքը փոխվում էր։ Սկզբում անհավատություն։ Հետո ցնցում։ Հետո զայրույթ։ Խորը, ներքին զայրույթ։ Երբ ձայնագրությունն ավարտվեց, նա գունատ էր։ Սա չի կարող ճիշտ լինել։ Չի կարող։ Բայց ճիշտ էր։ Եվ նա գիտեր դա։ Արմենը երկար րոպեներ նստած մնաց մոր անկողնու եզրին, լռության մեջ։ Մարսում էր։ Փորձում էր հասկանալ, թե ինչպես այն կինը, ում հետ ամուսնացել էր, ում վստահել էր, կարող էր նման բան անել։ Ինչպես էր այդքան կույր եղել։ Վերջապես, վեր կացավ։ Դեմքը վճռականության ցավի դիմակ էր։ Ես կդիմակայեմ նրան։ Հիմա։ Տիկին Անահիտը բռնեց որդութից։ Զգույշ եղիր, Արմեն։ Նա խելացի է։ Կփորձի պաշտպանվել։ Կփորձի իրավիճակը շրջել քո դեմ, մեր դեմ։ Գիտեմ, մամ։ Բայց նա սրանից չի փախչի։ Արմենը իջավ աստիճաններով։ Սոնան հյուրասենյակում էր, հեռուստացույց էր դիտում։ Վեր կացավ ժպիտով, երբ տեսավ նրան։ Սիրելիս, ընտրել ես ուզում։ Այն ռիզոտոն եմ պատրաստել, որը սիրում ես։ Արմենը չպատասխանեց։ Ուղիղ անցավ գործին։ Սոնա, մենք պետք է խոսենք։ Նրա տոնը ստիպեց Սոնայի ժպիտն անհետանալ։ Ինչ է եղել։ Ինչ-որ բան է պատահել։ Արմենը վերցրեց հեռախոսը, միացրեց ձայնագրությունը։ Սոնան լսեց։ Սկզբում շփոթված։ Հետո, երբ ճանաչեց սեփական ձայնը, նրա դեմքը սկսեց փոխվել։ Սկզբում սպիտակեց։ Հետո կարմրեց։ Աչքերը լայն բացվեցին։ Որտեղից ես դա ձեռք բերել։ Ով է ձայնագրել։ Դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ դա քո ձայնն է։ Խոստովանում ես, որ քիչ-քիչ թունավորում ես մորս։ Ասում ես, որ սպասում ես, որ նա մահանա, որպեսզի ժառանգությունը վերցնես։ Սոնան սկսեց դողալ։ Բայց ժխտելու, ներողություն խնդրելու փոխարեն, նա հարձակվեց։ Դու ոչինչ չես հասկանում։ Կարծում ես, հեշտ է նրան խնամել։ Օրեցօր։ Մինչ դու գրասենյակում ես, փող ես աշխատում, քո կյանքով ես ապրում։ Ես եմ, որ այստեղ եմ։ Ես եմ, որ դիմանում եմ նրա բողոքներին, համառությանը։ Եվ այո, ես ուզում եմ այն, ինչն իմն է ըստ իրավունքի։ Ամեն ինչի կեսը։ Ես արժանի եմ։ Արմենը ապշած էր։ Ըստ իրավունքի։ Դու ոչ մի իրավունք չունես նրա վրա, ինչը մորսն է։ Եվ դու նրան չէիր խնամում։
Դու նրան ոչնչացնում էիր։ Ես ընդամենը մի քանի հավելյալ դեղ եմ տվել։ Ոչինչ, որ իսկապես կվնասեր։ Պարզապես բավականաչափ, որպեսզի նա ավելի թույլ, ավելի կախյալ դառնա։ Բնական գործընթացն արագացնելու համար։ Նա արդեն ծեր է։ Ամեն դեպքում երկար չի ապրի։ Արմենը սրտխառնոց զգաց։ Ինչպես էր հասել այստեղ։ Ինչպես էր ամուսնացել այս մարդու հետ։ Դու հիվանդ ես, Սոնա։ Քեզ օգնություն է պետք։ Ես հիվանդ չեմ։ Ես իրատես եմ։ Ես գիտեի, որ դու երբեք ինձ չես տա այն, ինչին ես արժանի եմ։ Միշտ քո մայրն է եղել առաջին տեղում։ Միշտ։ Այնպես որ ես որոշեցի վերցնել այն, ինչն իմն է։ Արմենը խորը շունչ քաշեց, փորձելով զսպել զայրույթը։ Դու կհեռանաս այս տնից։ Հիմա։ Եվ ես ամուսնալուծություն կպահանջեմ։ Սոնան ծիծաղեց։ Հիստերիկ, առանց հումորի ծիծաղ։ Ամուսնալուծություն։ Կարծում ես, այդքան հեշտ է լինելու։ Ես կպայքարեմ։ Կվերցնեմ այն ամենը, ինչ կարող եմ։ Եթե պետք լինի, կոչնչացնեմ քեզ մորթ։ Փորձիր։ Բայց այս ձայնագրությամբ դու ոչնչի չես հասնի։ Սոնան կանգ առավ։ Իրականությունը ծանրության պես ընկավ նրա վրա։ Նա թակարդում էր։ Բացահայտված։ Վերջացած։ Մի պահ կանգնած մնաց, նայելով Արմենին։ Հետո հանկարծակի շարժումով վերցրեց պայուսակը դուրս եկավ տնից, ուժգին շրխկացնելով դուռը։ Արմենը մենակ մնաց հյուրասենյակում, սիրտը արագ բաբախում էր, ձեռքերը դողում էին։ Վերադարձավ մոր ննջասենյակ։ Տիկին Անահիտն ու Նունեն սպասում էին, անհանգիստ։ Նա գնաց, ասաց Արմենը թույլ ձայնով։ Եվ չի վերադառնա։ Այդ գիշերվան հաջորդած լուսաբացը ամենաերկարներից մեկն էր, որ Արմենը երբե ապրել էր։ Նա չկարողացավ քնել։ Նստած մնաց հյուրասենյակում, լույսերն անջատված, միայն փողոցի լույսն էր ներս թափանցում վարագույրների ճեղքերից։ Գլուխը պտտվում էր։ Փորձում էր մարսել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Ինչպես չէր նկատել։ Ինչպես էր այդքան կույր եղել։ Վերում ննջասենյակում տիկին Անահիտը նույնպես արթուն էր։ Նունեն մնացել էր նրա հետ, քնած անկողնու կողքի բազկաթոռին, որպես լուռ պահապան։ Տարեց կինը նայում էր առաստաղին, մտքերը խառնված թեթացման տխրության մեջ։ Թեթացում, որ ժամանակին բացահայտվել էր։ Տխրություն այն ցավի համար, որ տեսնում էր որդու մեջ։ Երբ արը սկսեց ծագել, Արմենը վերջապես վեր կացավ։ Բարձրացավ մոր ննջասենյակ։ Գտավ նրան արթուն, Նունեն դեռ քնած էր բազկաթոռին։ Բարի լույս, մամ։ Բարի լույս, տղաս։ Արմենը նստեց անկողնու եզրին։ Բռնեց մոր ձեռքը քնքշորեն սեղմեց։ Ներիր ինձ։ Տիկին Անահիտը գնճռոտեց ճակատը։ Ինչի։ Համար ներեմ։ Չտեսնելու համար։ Կուրորեն վստահելու համար։ Թույլ տալու համար, որ նա դա անի ձեզ հետ։ Արմեն, դու մեղավոր չես։ Նա համոզիչ էր։ Մանիպուլյատոր։ Իսկ դու, տղաս, միշտ վստահել ես մարդկանց։ Միշտ լավն ես տեսել ուրիշների մեջ։ Դա թերություն չէ։ Դա առաքինություն է։ Սխալը նրանն էր, ոչ թե քոնը։ Արմենը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Տարիներ շարունակ չէր լացել։ Բայց այդ պահին հուզմունքը հաղթեց նրան։ Լաց եղավ։ Լաց եղավ մոր համար։ Լաց եղավ իր համար։ Լաց եղավ այն ամուսնության համար, որը կեղծիք էր դուրս եկել։ Տիկին Անահիտը շոյեց որդու մազերը, ինչպես անում էր, երբ նա երեխա էր։ Ամեն ինչ լավ կլինի, Արմեն։ Մենք սա կհաղթահարենք։ Միասին։ Նունեն արթնացավ շարժումից։ Տեսնելով մորն ու որդուն խոցելիության այդ պահին, զգաց, թե ինչպես սեղմվեց սիրտը։ Բայց նա հույս զգաց։ Ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լիներ, ազատագրելու ուժ ուներ։ Հաջորդ օրերին տունը սկսեց փոխվել։ Առաջին բանը, որ Արմենն արեց, մորը բժշկի տանելն էր։ Ոչ թե բժիշկ Մանուկյանի մոտ, որը թե գրագետ, բայց մոտիկից չէր հետել գործին։ Այլ մի գերիատրի մոտ, որին խորհուրդ էր տվել աշխատանքի ընկերը։
Բժիշկ Լոն Սարգսյան, 60 տարեկան, փորձառու հոգատար մի մարդ։ Արմենը բացատրեց իրավիճակը։ Ցույց տվեց այն դեղերի ցանկը, որոնք մայրը խմում էր։ Ցույց տվեց չափաբաժինները։ Բժիշկը տագնապեց. «Պարոն Արմեն, ձեր մայրը կարող էր լուրջ բարդություններ ունենալ։ Այս դեղորայքային փոխազդեցությունները վտանգավոր են։ Նրա բախտը բերել է։ Շատ է բերել»։ Բժիշկ Լոնը մի շարք հետազոտություններ նշանակեց։ Արյան, մեզի, էլեկտրասրտագրություն, ուլտրաձայնային հետազոտություն։ Ուզում էր գնահատել, թե արդյոք մշտական վնասներ կան։ Հետազոտություններն արվեցին մեկ շաբաթվա ընթացքում։ Տիկին Անահիտը քիչ-քիչ սկսում էր ավելի լավ զգալ։ Առանց ավելորդ դեղերի, առանց տարօրինակ հեղուկների, նրա մարմինը սկսում էր արձագանքել։ Դեռ թույլ էր, բայց մտքի շփոթությունը նվազել էր։ Պարզությունը վերադառնում էր։ Երբ պատասխանները դուրս եկան, բժիշկը նրանց կանչեց զրույցի։ Լավ նորություն։ Անդառնալի վնասներ չկան։ Լյարդը մի փոքր ծանրաբեռնված է, բայց հսկողության տակ պետք է վերականգնվի։ Երիկամները աշխատում են։ Սիրտը կայուն է։ Տիկին Անահիտի բախտը շատ է բերել։ Նրա մարմինը դիմացկուն է։ Արմենը թեթացած հոգոց հանեց։ Տիկին Անահիտը շաբաթներ շարունակ առաջին անգամ ժպտաց։ Բժիշկ Լոնը նշանակեց ընդամենը 2 դեղ։ Նույնը, ինչ բժիշկ Մանուկյանն էր նշանակել ամիսներ առաջ։ Ճնշման խոլեստերինի։ Ուրիշ ոչինչ։ Եվ խնդրեց, որ նա վերադառնա պատշաճ սննդակարգի։ Սպիտակուց, վիտամիններ, ածխաջրեր։ Հավասարակշռված սննդակարգ։ Ոչ մի անհարկի սահմանափակում։ Նունեն ստանձնեց ճաշերը պատրաստելու պատասխանատվությունը։ Եվ նա դա անում էր սիրով։ Թանձր ապուրներ, լի բանջարեղենով հավով։ Բրինձ լոբով։ Խորոված բիֆշտեքսներ։ Թարմ աղցաններ։ Պարզ աղանդերներ, ինչպիսիք են պուդինգը խտացրած կաթով քաղցրավենիքը։ Տիկին Անահիտը սկսեց քաշ հավաքել։ Հագուստը նորից սկսեց տեղավորվել։ Դեմքը վերականգնեց իր գույնի մի մասը։ Ձեռքերը դադարեցին դողալ։ Բայց ֆիզիկական վերականգնումը միայն մի մասն էր։ Հուզական վերականգնումն ավելի բարդ էր։ Տիկին Անահիտը կրում էր իր ապրածի տրավման։ Այն զգացողությունը, որ դավաճանվել է մեկի կողմից, ով պետք է պաշտպաներ իրեն։ Այն խոցելիությունը, որ այդքան մոտ է եղել ամեն ինչ կորցնելուն։ Արմենն առաջարկեց, որ նա թերապիայի գնա։ Գտան տարեցների հարցերով մասնագիտացած հոգեբան, բժշկուհի Լիլիթ Հակոբյան, մի բարի ուշադիր կին։ Սեանսները սկսվեցին։ Սկզբում տիկին Անահիտը դիմադրում էր։ Ասում էր, որ դրա մասին խոսելու կարիք չունի։ Որ ուզում է պարզապես մոռանալ։ Բայց բժշկուհի Լիլիթը համբերատար էր։ Աստիճանաբար տիկին Անահիտը բացվեց։ Խոսեց վախի մասին։ Մենության մասին։ Ջնջվելու զգացողության մասին։ Եվ խոսելով, սկսեց բուժվել։ Մինույն ժամանակ Արմենը զբաղվում էր իրավական մասով։ Կապվեց ընտանեկան իրավունքի ոլորտում մասնագիտացած փաստաբանի հետ։ Բացատրեց իրավիճակը։ Փաստաբանը հստակ էր։ Այն ապացույցներով, որոնք նրանք ունեին, ձայնագրությունը, բժշկի ցուցմունքը, Սոնան գույքի բարենպաստ բաժանման շատ քիչ հնարավորություններ կունենար։ Արմենը կարող էր ամուսնալուծություն պահանջել, հիմնվելով վստահության խախտման ծանր անփութության վրա։ Եվ ավելին, կարող էր հայց ներկայացնել բարոյական վնասի համար։ Բայց Արմենը տատանվեց։ Ոչ թե այն պատճառով, որ խղճում էր Սոնային, այլ որովհետև ուզում էր դա հնարավորինս արագ ավարտել։ Չէր ուզում երկարացնել տառապանքը։ Չէր ուզում, որ մայրը ստիպված լիներ վկայություն տալ, վերապրել այդ ամենը դատարանում։ Փաստաբանը հասկացավ։ Առաջարկեց համաձայնություն։ Սոնան կստանար արդարացի գումար, բավարար, նորից սկսելու համար, բայց ոչ ավելին։ Փոխարենը կստորագրեր գաղտնիության պայմանագիր չէր վիճարկի ամուսնալուծությունը։ Արմենը համաձայնեց։ Սա փողի մասին չէր։ Սա խաղաղության մասին էր։ Սոնան, երբ Արմենի փաստաբանը կապվեց նրա հետ, սկզբում դիմադրեց։ Ասաց, որ կպայքարի, որ չի ընդունի այդպիսի վերաբերմունք։
Բայց երբ փաստաբանը ցույց տվեց ապացույցները, երբ հասկացրեց, որ նա կարող է բախվել ոչ միայն ամուսնալուծության, այլ քաղաքացիական նույնիսկ քրեական գործերի, ծանր անպութության համար, նա նահանջեց։ Հասկացավ, որ ելք չունի։ Ընդունեց համաձայնությունը։ Ամուսնալուծությունը պաշտոնապես գրանցվեց 3 ամիս անց։ Արմենն այլևս երբեք չտեսավ Սոնային։ Նա հեռացավ Երանից, գնաց մեկ այլ քաղաք։ Ոմանք ասում էին, որ գնացել է հարավ։ Ուրիշները, որ գնացել է մարզեր։ Արմենը չցանկացավ իմանալ։ Նրա համար այդ գլուխը փակված էր։ Բայց տիկին Անահիտի համար դեռ շատ բան կար մարսելու։ Նա սկսեց խորհել այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Թե ինչպես էր հասել այդ կետին։ Այն նշանների մասին, որոնք անտեսել էր։ Այն վստահության մասին, որը դրել էր սխալ մարդու վրա։ Մի օր, բժշկուհի Լիլիթի հետ սեանսի ժամանակ, նա սրտանց խոսեց. Ես ինձ մեղավոր եմ զգում, որ թույլ եմ տվել, որ դա տեղի ունենա, որ ավելի շուտ չեմ նկատել։ Հոգեբանը նրան քնքշորեն նայեց։ Տիկին Անահիտ, մանիպուլյացիան հենց այդպես է աշխատում։ Մանիպուլյատոր մարդիկ փորձառու են։ Գիտեն, թե ինչպես վստահություն շահել, ինչպես վերահսկել իրավիճակը։ Դուք մեղավոր չեք։ Դուք զոհ եք եղել։ Բայց ես պետք է ավելի ուժեղ լինեի։ Պետք է դիմադրեի։ Դուք դիմադրել եք։ Դուք գոյատել եք։ Եվ դա է, որ կարևոր է։ Տիկին Անահիտը լռեց։ Հետո, դանդաղ, գլխով արեց։ Ես գոյատել եմ։ Եվ դա ազատագրող էր։ Հասկանալ, որ մեղավոր չէր։ Որ թույլ չէր։ Որ զոհ էր եղել մի իրավիճակի, որն իր վերահսկողությունից դուրս էր։ Եվ որ այժմ նա հնարավորություն ուներ վերակառուցելու իր կյանքը։ Շաբաթների ընթացքում տիկին Անահիտը սկսեց վերականգնել կապը արտաքին աշխարհի հետ։ Նորից սկսեց այցելուներ ընդունել։ Հին ընկերուհիները, որոնք հեռացվել էին Սոնայի կողմից, վերադարձան։ Կային թեյախմություններ տնական թխվածքաբլիթներով։ Զրույցներ հին ժամանակների մասին։ Ծիծաղ։ Տունը, որն այդքան լուռ ու ծանր էր եղել, նորից կյանքով լցվեց։ Արմենը նույնպես փոխվեց։ Նա հասկացավ, որ չափազանց երկար ժամանակ աշխատանքն առաջին տեղում էր դրել։ Որ անտեսել էր ոչ միայն մորը, այլ սեփական կյանքը։ Որոշեց վերադասավորել առաջնահերթությունները։ Սկսեց գրասենյակից ավելի շուտ դուրս գալ։ Ցերեկները անցկացնում էր տիկին Անահիտի հետ։ Զրուցում էին։ Միասին ֆիլմեր էին դիտում։ Խաղաթուղթ էին խաղում։ Պարզ բաներ, բայց որոնք մեծ նշանակություն ունեին։ Նունեն, որը եղել էր այդ ամբողջ պատմության լուր հերոսուհին, ընտանիքի կողմից ճանաչվեց որպես շատ ավելին, քան սպասուհի։ Արմենը զգալիորեն բարձրացրեց նրա աշխատավարձը։ Առաջարկեց օգնել նրա երեխաների կրթության հարցում։ Բայց դրանից ավելին, նրան վերաբերվում էր այն հարգանքով սիրով, որին նա միշտ արժանի էր եղել։ Տիկին Անահիտը իր հերթին սկսեց նրան ընկերուհի անվանել։ Որովհետև նա հենց դա էր։ Իսկական ընկերուհի։ Բայց ոչ ամեն ինչ էր կատարյալ։ Տխրության պահեր կային։ Արմենը երբեմն դեռ մտածում էր Սոնայի մասին։ Ոչ թե կարոտով, այլ անըմբռնողությամբ։ Ինչպես կարող էր մեկը նման բան անել։ Ինչպես կարող էր այդքան սառը, այդքան հաշվենկատ լինել։ Նա դրա մասին խոսում էր իր թերապևտի հետ, քանի որ ինքը նույնպես սկսել էր թերապիայի գնալ։ Թերապևտը, բժշկուհի Գայանե Ավետիսյանը, բացատրում էր, որ այդպիսի մարդիկ գոյություն ունեն։ Որ միշտ չէ, որ հնարավոր է հասկանալ նրանց շարժառիթները։ Որ կարևորը փորձից դասեր քաղելն է, անձնական սահմաններն ամրապնդելը առաջ շարժվելը։ Արմենը փորձում էր։ Օրեցօր փորձում էր։ Տիկին Անահիտը իր հերթին իր սեփական դերն ուներ։ Որոշ գիշերներ արթնանում էր սարսափած, երազելով, որ դեռ վերահսկվում է։ Որ դեղերը վերադառնում են։ Որ թուլությունը վերադառնում է։ Բայց հետո շուրջն էր նայում։ Տեսնում էր իր ննջասենյակը։ Տեսնում էր իր իրերը։ Զգում էր տան ծանոթ հոտը։ Եվ հիշում, որ ապահով է։ Մի օր նա որոշեց մի խորհրդանշական բան անել։ Գնաց այգի։ Այն այգին, որն այնքան սիրել էր, որը լքված էր մնացել տառապանքի ամիսների ընթացքում։
Մագլցող վարդը գրեթե ամբողջությամբ չորացել էր։ Բայց խորքում դեռ կանաչ ճյուղ կար։ Կյանքի նշան։ Տիկին Անահիտը նունեի օգնությամբ սկսեց նորից խնամել այգին։ Ջրեցին բույսերը։ Էտեցին չոր ճյուղերը։ Պարարտացրին հողը։ Եվ քիչ-քիչ հրաշքով մագլցող վարդը սկսեց ծաղկել։ Փոքրիկ վարդագույն ծաղիկներ հայտնվեցին կանաչ տերների մեջ։ Դա խորհրդանիշի պես էր։ Ապացույց, որ նույնիսկ գրեթե մահանալուց հետո կյանքը կարող է վերադառնալ։ Արմենը տեսնելով մորն այգում հողոտ ժպտալով մինչ խնամում էր բույսերը, զգաց, թե ինչպես սեղմվեց սիրտը հուզմունքից։ Այնտեղ էր այն կինը, որին նա ճանաչում էր։ Ուժեղ, դիմացկուն, կյանքով լի։ Բայց դեռ մի չլուծված հարց կար։ Ինչ անել Սոնայի հետ։ Ոչ թե իրավական առումով դա արդեն լուծված էր, այլ հուզականորեն։ Տիկին Անահիտը պետք է որոշեր, թե կկարողանա արդյոք ներել։ Ոչ թե Սոնայի համար, այլ իր համար։ Որպեսզի կարողանա առաջ շարժվել առանց վրեժխնդրության բեռը կրելու։ Նա դրա մասին խոսեց բժշկուհի Լիլիթի հետ։ Չգիտեմ, կարող եմ արդյոք ներել։ Նա փորձեց ոչնչացնել իմ կյանքը։ Իմ մարմինը։ Իմ միտքը։ Ներելը չի նշանակում մոռանալ, տիկին Անահիտ։ Չի նշանակում ասել, որ այն, ինչ նա արեց, ընդունելի էր։ Ներելը նշանակում է ինքդ քեզ ազատել ատելության բանտից։ Նշանակում է ընտրել չկրել այն, ինչը քեզ չի պատկանում։ Բայց ինչպես դա անեմ։ Քայլ առ քայլ։ Ճանաչելով ցավը։ Հաստատելով ձեր զգացմունքները։ Բայց նա ճանաչելով, որ դուք գոյատել եք։ Որ ավելի ուժեղ եք, քան պատկերացնում եք։ Եվ որ ձեր առջ ունեցած կյանքն ավելի կարևոր է, քան հետում մնացած անցյալը։ Տիկին Անահիտը յուրացրեց այդ խոսքերը։ Եվ սկսեց աշխատել դրա վրա։ Հեշտ չէր։ Որոշ գիշերներ զայրույթը վերադառնում էր։ Վրդովմունքը։ Հարցը, թե ինչու դա պատահեց իր հետ։ Բայց քիչ-քիչ, ժամանակի թերապիայի շնորհիվ, նա սկսեց խաղաղություն գտնել։ Սկսեց հասկանալ, որ Սոնան իր սեփական դերով մարդ էր։ Որ գուցե նրան առաջնորդել էր ագահությունը, բայց նա անվստահությունը, անբավարար լինելու վախը։ Դա չէր արդարացնում այն, ինչ նա արել էր։ Բայց օգնում էր համատեքստում դիտարկել։ Մարդկայնացնել։ Եվ ինչ-որ կերպ, մի փոքր թեթացնել դավաճանության բեռը։ Մի օր, դիմակայությունից 6 ամիս անց, տիկին Անահիտն արթնացավ, հասկացավ, որ արթնանալիս չի մտածել Սոնայի մասին։ Ամիսներ շարունակ առաջին անգամ նրա առաջին միտքը տեղի ունեցածի մասին չէր։ Նախաճաշի մասին էր։ Պատուհանից ներս թափանցող արի մասին։ Այգում թռչունների երգի մասին։ Նա ժպտաց։ Դա նշան էր։ Նշան, որ նա բուժվում է։ Այդ օրը Արմենը նրան զբոսանքի տարավ։ Գնացին մի այգի, որտեղ նա հաճախ էր լինում երիտասարդ ժամանակ։ Դանդաղ քայլեցին, նա հենված թե ձեռնափայտին, որդին, կողքին, ուշադիր։ Նստեցին ծառի ստվերում գտնվող նստարանին։ Մնացին այնտեղ, լռության մեջ, պարզապես վայելելով պահը։ Արմեն, հանկարծ ասաց տիկին Անահիտը։ Ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել։ Ինչի՞։ Համար շնորհակալություն, մամ։ Ինձ փրկելու համար։ Ինձ հավատալու համար։ Ինձ չլքելու համար։ Արմենը բռնեց մոր ձեռքը։ Ես քեզ երբեք չէի լքի։ Երբեք։ Դու իմ կյանքի ամենակարևոր մարդն ես։ Եվ ցավում եմ, որ այդքան երկար տեց, մինչ հասկացա, թե ինչ է կատարվում։ Դու ժամանակին հասկացար։ Եվ դա է, որ կարևոր է։ Նրանք այնտեղ մնացին որոշ ժամանակ։ Հետո վերադարձան տուն։ Երբ հասան, Նունեն նրանց սպասում էր պատրաստի ընթրիքով։ Առատ սեղան, լի գույներով, համերով։ Նրանք միասին նստեցին։ Զրուցեցին։ Ծիծաղեցին։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Պետրոսյանների տունը լի էր ուրախությամբ։ Բայց ճանապարհորդությունը չէր ավարտվել։ Տիկին Անահիտը դեռ մարտահրավերներ ուներ առջում։ Պետք էր ամբողջությամբ վերականգնել իր վստահությունը։ Ոչ միայն այլ մարդկանց, այլ իր հանդեպ։ Պետք էր սովորել ոչ ասել։ Սահմաններ դնել։
Թույլ չտալ, որ իրեն վերահսկեն։ Եվ Արմենը նույնպես իր սեփական ճանապարհորդությունն ուներ։ Պետք է սովորել ներել ինքն իրեն։ Հավերժ չմեղադրել իրեն նշանները չտեսնելու համար։ Պետք էր հասկանալ, որ միշտ չէ, որ հնարավոր է պաշտպանել նրանց, ում սիրում ենք, ամեն ինչից։ Որ երբեմն, չնայած մեր լավագույն ջանքերին, վատ բաներ են պատահում։ Բայց նրանք միասին էին։ Եվ կողքին ունեին։ Եվ ունեին մասնագետներ, որոնք օգնում էին նրանց։ Եվ ունեին, ամենից առաջ, սեր։ Իսկական սեր, որը չի ձգտում վերահսկել, այլ ազատագրել։ Որը չի ձգտում տիրել, այլ աջակցել։ Եվ այդ սիրով նրանք գիտեին, որ կկարողանան հաղթահարել ամեն ինչ։ Որովհետև իսկական սերը, այն, որը դիմանում է փոթորիկներին, անսասան է։ Եվ դա այն էր, ինչ նրանք ունեին։ Մեկը մյուսի հանդեպ։ Եվ իրենց հանդեպ։ Այդ դիմակայության գիշերվանից անցել էր 1 տարի։ Վերակառուցման, բուժման, ուսուցման 1 տարի։ Պետրոսյանների տունը կենտրոնում այժմ բոլորովին այլ տեսք ուներ։ Փոխվել էր ոչ միայն կահավորանքը, թե որոշ բաներ թարմացվել էին։ Փոխվել էր էներգիան։ Մթնոլորտը։ Այն զգացողությունը, որ ունենում էիր այդ հին պատերի ներսում։ Տիկին Անահիտն ամեն առավոտ արթնանում էր եռանդով։ Այլս չկար այն խորը հոգնածությունը, որը կաթվածահար էր անում նրան։ Այլս չկար այն մտքի շփոթությունը, որը հետապնդում էր նրան։ Նա բացում էր աչքերը, ձգվում, զգում, թե ինչպես է մարմինն արձագանքում։ Ոտքերը, որոնք նախկինում հազիվ էին պահում նրան, այժմ առանց ձեռնափայտի օգնության տանում էին նրան այգով մեկ։ Դեմքը, որ նախկինում գունատ ու դիակի պես էր, առողջ գույներ ուներ։ Աչքերը, որ նախկինում խամրած էին, նորից փայլում էին։ Նա վերսկսել էր իր հոբբիները։ Նորից սկսել էր ասեղնագործել։ Սփռոցները, անձեռոցիկները, ամեն ինչ նոր նախշեր էր ստանում նրա հմուտ ձեռքերի տակ։ Նորից սկսել էր կարդալ։ Կլանում էր վեպեր, կենսագրություններ, նույնիսկ որոշ դետեկտիվներ, որոնք ստիպում էին նրան ծիծաղել իր ապրածի հեգնանքից։ Եվ ամենակարևորը, նորից սկսել էր ապրել։ Արմենը նույնպես փոխվել էր։ Նա ամենացավոտ ձով սովորել էր, որ աշխատանքը երբեք չպետք է ընտանիքից առաջ լինի։ Ամբողջությամբ վերակազմակերպել էր իր առօրյան։ 2 կրտսեր փաստաբան էր վարձել գրասենյակում օգնելու համար։ Պատվիրակել էր առաջադրանքներ։ Սովորել էր ի ոչը ասել պահանջկոտ հաճախորդներին, որոնք ուզում էին նրա ամբողջական հասանելիությունը։ Եվ ցերեկները պահել էր մոր համար։ Նրանք նոր ծեսեր էին մշակել։ Ամեն 5 շաբթի միասին կինո էին գնում։ Ընտրում էին պատահական ֆիլմեր, երբեմն լավ, երբեմն սարսափելի, բայց միշտ զվարճանում էին։ Շաբաթ օրերին զբոսնում էին այգում։ Կիրակի օրերին դրսում էին ճաշում տարբեր ռեստորաններում, բացահայտելով քաղաքի խոհանոցը։ Արմենը վերագտել էր մորը։ Իսկ նա՝ որդուն։ Նունեն շարունակում էր լինել այդ տան սիրտը։ Բայց այժմ, բացի մաքրությունից, սննդից, նրան վերաբերվում էին որպես ընտանիքի անդամի։ Նստում էր սեղանի շուրջ ճաշի ժամանակ։ Մասնակցում էր զրույցներին։ Իր կարծիքն էր հայտնում։ Եվ նրան լսում էին։ Նրա երեխաները, որոնց նախկինում հազիվ էր կարողանում ֆինանսապես օգնել, այժմ սովորում էին լավ դպրոցներում, Արմենի կողմից տրամադրված կրթաթոշակներով։ Ավագն արդեն համալսարանում էր, սովորում էր բուժքույրական գործ։ Ուզում էր գնալ մոր ոլորտով։ Նունեն անսահման հպարտություն էր զգում։ Բայց ոչ ամեն ինչ էր կատարյալ։ Դեռ սպիներ կային։ Տիկին Անահիտը անհանգստության պահեր էր ունենում։ Երբ պետք էր խմել բժիշկ Լոնի նշանակած դեղերը, այն 2 պարզ հաբերը, նա երբեմն տատանվում էր։ Կասկածանքով նայում էր դրանց։ Արմենը նկատում էր։ Նստում էր նրա կողքին, բռնում ձեռքը, ասում, որ ամեն ինչ կարգին է։ Որ ինքը ստուգել է դեղերը։ Որ բժիշկը վստահելի է։ Եվ նա, քիչ-քիչ, կուլ էր տալիս հաբերը։ Բայց տրավման այնտեղ էր։ Գուցե միշտ լիներ։ Արմենը նույնպես իր սեփական վերքերն ուներ։ Դժվարանում էր վստահել նոր մարդկանց։ Երբ ինչ-որ մեկը չափազանց էր մոտենում, երբ ինչ-որ մեկը չափից ավելի հետաքրքրություն էր ցուցաբերում, նա նահանջում էր։ Թերապևտը, բժշկուհի Գայանեն, աշխատում էր դրա վրա նրա հետ։ Ասում էր, որ խնդիրը երբեք այլս չվստահելը չէ։
Խնդիրը իմաստությամբ վստահելն է։ Նշաններին ուշադրություն դարձնելը։ Բնազդը չանտեսելը։ Արմենը փորձում էր։ Դա մշտական աշխատանք էր։ Մի շաբաթ առավոտ տիկին Անահիտն արթնացավ անսովոր ցանկությամբ։ Ուզում էր դասավորել Վահագնի իրերը։ Ավելի քան 1 տարի, այն բանից հետո, երբ ամեն ինչ տեղի ունեցավ, նա չէր դիպել այդ իրերին։ Նրա հագուստը դեռ պահարանում էր։ Գրքերը՝ գրադարակում։ Նամակները՝ գզրոցում։ Կարծես ամեն ինչ անձեռնմխելի պահելով, նա կարող էր ինչ-որ կերպ կենդանի պահել նրա ներկայությունը։ Բայց այժմ զգում էր, որ ժամանակն է։ Ոչ թե մոռանալու։ Երբեք չմոռանալու։ Այլ վերադասավորելու։ Այդ իրերին նոր իմաստ տալու։ Կանչեց Արմենին ու Նեին։ Միասին սկսեցին առանձնացնել իրերը։ Դա հուզական գործընթաց էր։ Հագուստի յուրաքանչյուր կտոր հիշողություն էր բերում։ Կոստյումը, որ Վահագնը հագել էր ընկերոջ հարսանիքին։ Վերնաշապիկը, որը նա հագնում էր կիրակի օրերին։ Ժամացույցը, որը տիկին Անահիտը նրան նվիրել էր 50-ամյակի օրը։ Նա վերցնում էր յուրաքանչյուր իր շոյում հիշում։ Եվ հետո զգուշությամբ որոշում ճակատագիրը։ Որոշ բաներ կնվիրաբերվեին։ Մյուսները կպահվեին կազմակերպված տուփերում։ Իսկ որոշները ամենահատուկները կպահվեին պատվավոր տեղերում։ Արմենը պահարանի խորքում փայտե տուփ գտավ։ Ներսում նամակներ կային։ Նամակներ, որոնք հայրը գրել էր տարիների ընթացքում։ Կնոջը։ Որդուն։ Ինքն իրեն։ Արմենը բացեց դրանցից մեկը, հասցեագրված իրեն, սկսեց կարդալ։ Իմ սիրելի Արմեն, եթե դու սա կարդում ես, նշանակում է, ես այլս այստեղ չեմ։ Եվ ամեն ինչ կարգին է։ Կյանքն այդպիսին է։ Ցիկլ։ Բայց ուզում եմ, որ մի քանի բան իմանաս։ Առաջինը, որ ես անչափ հպարտ եմ քեզնով։ Այն տղամարդով, որը դու դարձել ես։ Նվիրված մասնագետով։ Սիրող որդով։ Երկրորդ, ուզում եմ, որ միշտ հիշես հավասարակշռել աշխատանքն ու կյանքը։ Գիտեմ, որ դժվար է։ Ես իմ ամբողջ կյանքը փորձել եմ գտնել այդ հավասարակշռությունը, ոչ միշտ է ստացվել։ Բայց դա կարևոր է։ Մայրդ, իմ մեծ սերը, միշտ կլինի քո առաջնահերթությունը։ Հոգ տար նրա մասին։ Պաշտպանիր նրան։ Բայց նա թույլ տուր, որ նա ապրի։ Նա ուժեղ է։ Ավելի ուժեղ, քան պատկերացնում ես։ Եվ երրորդ, մի վախեցիր սիրելուց։ Գիտեմ, որ կյանքը կարող է ցավեցնել։ Որ մարդիկ կարող են հիասթափեցնել։ Բայց իսկական սերը, այն, որը կառուցված է հարգանքով, մտերմությամբ, ճշմարտությամբ, արժե յուրաքանչյուր ռիսկի։ Առաջ գնա, տղաս։ Կառուցիր քո սեփական երջանկությունը։ Եվ իմացիր, որ ես միշտ քեզ հետ կլինեմ։ Պատուհանին խփող քամու մեջ։ Մաշկը տաքացնող արի մեջ։ Գիշերվա լռության մեջ։ Ես այնտեղ կլինեմ։ Հավերժական սիրով, հայրդ, Վահագն։ Արմենն ավարտեց կարդալը, արցունքները հոսում էին դեմքով։ Տիկին Անահիտը, որը կողքին էր, նույնպես լաց էր լինում։ Նա գրկեց որդուն, նրանք այդպես մնացին երկար րոպեներ։ Դա հրաժեշտ էր։ Բայց նա նորոգված կապ։ Վահագնը ինչ-որ կերպ այնտեղ էր։ Խոսքերի մեջ։ Հիշողությունների մեջ։ Այն սիրո մեջ, որը թողել էր որպես ժառանգություն։ Այդ օրվանից հետո Արմենը նամակը իր հետ էր կրում։ Կարդում էր, երբ իրեն կորցրած էր զգում։ Եվ հոր խոսքերի մեջ գտնում էր ուղղորդում մխիթարություն։ Տիկին Անահիտը նույնպես այդ մաքրության ժամանակ մի նշանակալի բան գտավ։ Հին օրագիր, որը Վահագնը պահում էր։ Նա երբեք չէր իմացել այդ օրագրի գոյության մասին։ Այն պարզ էր, կազմված շագանակագույն կաշվով։ Ներսում նշումներ կային առօրյայի մասին։ Խորհրդածություններ։ Մտքեր։ Եվ վերջին էջերից մեկում մի գրառում, որը ստիպեց նրան կանգ առնել։ Անահիտ սիրելիս, եթե մի օր գտնես այս օրագիրը, ուզում եմ, որ իմանաս, որ դու լավագույն բանն ես, որ պատահել է ինձ հետ։ Դու լույս ես։ Ուժ ես։ Այն ամենն ես, ինչ լավ կա աշխարհում։ Եվ եթե ես առաջինը հեռանամ, խոստացիր, որ կշարունակես ապրել։ Իսկապես ապրել։
Ոչ թե պարզապես գոյատել։ Ճանապարհորդիր։ Կարդա։ Ծիծաղիր։ Պարիր։ Սիրիր։ Որովհետև դու արժանի ես աշխարհի ողջ երջանկությանը։ Մի կառչիր անցյալից։ Ես լավ կլինեմ, որտեղ էլ որ լինեմ։ Եվ կուզենամ, որ դու նույնպես լավ լինես։ Ամբողջ սրտով, Վահագն։ Տիկին Անահիտը փակեց օրագիրը սեղմեց կրծքին։ Զգում էր, կարծես Վահագնն այնտեղ է, ուղղակիորեն խոսում է իր հետ։ Ասում է, որ ամեն ինչ կարգին է։ Որ նա կարող է առաջ շարժվել։ Որ նա միշտ իր հետ կլինի, բայց որ նա պետք է ապրի։ Եվ նա որոշեց հենց դա անել։ Ապրել։ Մի քանի շաբաթ անց տիկին Անահիտն արեց մի բան, որը զարմացրեց բոլորին։ Գրանցվեց նկարչության դասընթացի։ Միշտ հիացել էր արվեստով, բայց երբեք չէր փորձել։ Կարծում էր, թե տաղանդ չունի։ Բայց այժմ 84 տարեկանում որոշեց, որ փորձելու ժամանակն է։ Իսկ եթե լավ չլինի, կարոր չէր։ Կարորը փորձելն էր։ Առաջին դասը դժվար էր։ Նա իրեն անվստահ էր զգում, շրջապատված ավելի երիտասարդ մարդկանցով, որոնցից ոմանք շատ տաղանդավոր էին։ Բայց ուսուցչուհին, Անուշ անունով մի երիտասարդ ոգորող կին, բարի էր։ Ասաց, որ արվեստը կատարելության մասին չէ։ Արտահայտվելու մասին է։ Թղթի վրա դնելու այն, ինչ զգում ես հոգում։ Տիկին Անահիտը դանդաղ սկսեց։ Պարզ գույներ։ Հիմնական ձեր։ Բայց քիչ-քիչ ազատվեց։ Նկարեց այգին։ Նկարեց տունը։ Նկարեց հիշողություններ։ Եվ հայտնաբերեց, որ այո, տաղանդ ունի։ Ոչ թե տպավորիչ տեխնիկական տաղանդ, այլ յուրահատուկ հայացք։ Աշխարհը տեսնելու միից, որը միայն իրենն էր։ Արմենը, տեսնելով մոր առաջին նկարը, ծաղկած մագլցող վարդի նկարը, հուզվեց։ Շրջանակի մեջ դրեց կտավը կախեց հյուրասենյակում։ Այնտեղ, որ բոլորը տեսնեն։ Վերսկսման խորհրդանիշ։ Նունեն նույնպես իր սեփական փոխակերպումներն ունեցավ։ Ավելի կայուն ֆինանսական վիճակով նա որոշեց վերադառնալ ուսմանը։ Ընդունվեց կառավարման տեխնիկական դասընթացի։ Ուզում էր սովորել ավելի լավ կառավարել իր ֆինանսները, գուցե մի օր սեփական բիզնեսը բացել։ Տիկին Անահիտն ու Արմենը լիովին աջակցեցին։ Գրքեր գնեցին, վճարեցին ուսման վարձը, հարմարեցրին նրա աշխատանքային գրաֆիկը, որպեսզի կարողանա հաճախել դասերին։ Եվ Նունեն, որը միշտ եղել էր պարզ համեստ կին, սկսեց իրեն այլ կերպ տեսնել։ Այլս ոչ միայն որպես սպասուհի, այլ որպես ընդունակ կին։ Խելացի։ Հնարավորությունների արժանի։ Մի օր կառավարման դասի ժամանակ ուսուցչուհին խնդրեց, որ յուրաքանչյուր ուսանող կիսվի հաղթահարման մի պատմությամբ։ Նունեն տատանվեց։ Բայց հետո, խորը շունչ քաշեց պատմեց։ Պատմեց Պետրոսյանների տան մասին։ Տիկին Անահիտի մասին։ Սոնայի մասին։ Այն մասին, թե ինչպես էր բացահայտել ճշմարտությունը փրկել մի կյանք։ Դասարանը լռությամբ լսեց։ Վերջում բոլորը ծափահարեցին։ Ուսուցչուհին նրան հերոսուհի անվանեց։ Նունեն, առաջին անգամ, թույլ տվեց իրեն հպարտություն զգալ։ Աշունը եկավ երան։ Այգու ծառերի տերները սկսեցին դեղնել ու թափվել։ Տիկին Անահիտը, Արմենն ունեն նստում էին պատշգամբում զով երեկոներին, սուրճ խմում զրուցում ամեն ինչի ոչնչի մասին։ Նունեի երեխաների մասին։ Գրասենյակի գործերի մասին։ Տիկին Անահիտի նկարների մասին։ Կյանքի մասին։ Այդ երեկոներից մեկում Արմենն անսպասելի զանգ ստացավ։ Ամուսնալուծությամբ զբաղվող փաստաբանն էր։ Սոնան փորձել էր վիճարկել համաձայնությունը։ Պնդում էր, որ իրեն ստիպել են։ Որ ավելին է արժանի։ Արմենը լարվեց։ Նայեց մորը, որը կողքին էր, տեսավ անհանգստությունը նրա դեմքին։ Փաստաբանը շարունակեց։ Բայց ասաց, որ անհանգստանալու բան չկա։ Ապացույցները ամուր էին։ Ձայնագրությունը, բժշկական ցուցմունքները, ամեն ինչ փաստագրված էր։ Դատավորն արդեն մերժել էր վերանայման խնդրանքը։ Սոնան ոչինչ չէր կարողանա փոխել։ Դա այդ գլխի վերջնական ավարտն էր։ Արմենն անջատեց հեռախոսը նայեց մորը։ Նա բաց թողեց պահած շունչը։ Ավարտվեց, ասաց Արմենը։
Այս անգամ իսկապես։ Տիկին Անահիտը գլխով արեց։ Եվ հետո, զարմանալիորեն, ժպտաց. «Գիտես մի բան, Արմեն, ես նրա հանդեպ զայրույթ չեմ զգում։ Այլս ոչ։ Խղճում եմ։ Խղճում եմ մեկին, ով այնքան կորած էր, այնքան հուսահատ, որ կարծում էր, թե ուրիշին ոչնչացնելը լուծում է։ Հուսով եմ, նա օգնություն կգտնի։ Խաղաղություն կգտնի։ Որովհետև իր արածի բեռով ապրելը հեշտ չպետք է լինի»։ Արմենը հիացմունքով նայեց մորը։ Այդ կինը, որն այդքան տառապել էր, դեռ կարեկցանք ուներ։ Դեռ ներելու ունակություն ուներ։ Դա տեղի ունեցածի ընդունում չէր, այլ ատելությունից ազատագրում։ «Դու անհավանական ես, մամ։ Ես գոյատող եմ, տղաս։ Եվ սովորել եմ, որ վրեժխնդրություն կրելը միայն ինձ է վնասում։ Այնպես որ ընտրում եմ չկրել։ Ընտրում եմ ազատ լինել»։ Այդ խոսքերը մնացին Արմենի հետ։ Եվ Նունեի, որը լսում էր ամեն ինչ խոհանոցից։ Ազատ լինել։ Ոչ թե հանգամանքներից, այլ բանտարկող զգացմունքներից։ Հաջորդ ամիսները համախմբման ամիսներ էին։ Տիկին Անահիտը շարունակում էր նկարել, հաճախել դասերի, նոր ընկերություններ ձեռք բերել։ Արմենը նորից սկսեց հանդիպել։ Ճարտարապետ Անիի հետ ծանոթացավ քաղաքաշինության մասին դասախոսության ժամանակ։ Նա բոլոր առումներով տարբերվում էր Սոնայից։ Բաց, թափանցիկ, առանց երկրորդ մտադրությունների։ Նրանք դանդաղ սկսեցին։ Արմենը նրան մորը ներկայացրեց միայն 6 ամիս անց։ Տիկին Անահիտը, սկզբում զգուշավոր, քիչ-քիչ մտերմացավ։ Անին անկեղծ էր։ Եվ հարգում էր ընտանիքը։ Չէր փորձում ոչինչ կամ ոչ ոքի փոխարինել։ Պարզապես ավելացնում էր։ Նունեն գերազանցությամբ ավարտեց կառավարման դասընթացը։ Ավարտական օրը տիկին Անահիտն ու Արմենն այնտեղ էին, հանդիսատեսի շարքերում, ծափահարում էին։ Նունեն բեմ բարձրացավ վկայականը ստանալու, աչքերում արցունքներ։ Երբեք չէր պատկերացրել, որ կհասնի այստեղ։ Բայց հասել էր։ Եվ դա միայն սկիզբն էր։ Այդ ճակատագրական գիշերվանից անցել էր 2 տարի։ Պետրոսյանների տունը կենտրոնում այժմ դիմացկունության սիրո խորհրդանիշ էր։ Պատերը, որոնք այդքան ցավի էին ականատես եղել, այժմ ուրախության էին ականատես լինում։ Այգին, որը գրեթե մահացել էր, փարթամ էր։ Մագլցող վարդը ծաղկում էր վարդագույն մանուշակագույն վառ երանգներով։ Վարդերը օդը բուրում էին։ Ծիրանենիները պտուղ էին տալիս։ Տիկին Անահիտը 86 տարեկանում ավելի շատ կենսունակություն ուներ, քան տասնամյակներով ավելի երիտասարդ շատ մարդիկ։ Դեռ նկարում էր։ Դեռ ասեղնագործում էր։ Դեռ ապրում էր։ Արմենը 50 տարեկանում հավասարակշռություն էր գտել։ Աշխատանք, ընտանիք, սեր, ամեն ինչ ներդաշնակության մեջ։ Նունեն, իր դիպլոմով տնային խորհրդատվության նոր բիզնով, բարգավաճում էր։ Մի գիշեր, տիկին Անահիտի խնդրանքով, երեքը հավաքվեցին հյուրասենյակում։ Նա ուզում էր մի կարևոր բանի մասին խոսել։ Նստեցին, հետաքրքրված։ «Ես ուզում եմ ձեզ երկուսից շնորհակալություն հայտնել», սկսեց նա, ձայնը հաստատուն, բայց հուզված։ «Արմեն, դու իմ որդին ես, իմ հպարտությունը, իմ ապրելու պատճառը։ Իսկ Նունե, դու իմ ընկերուհին ես, իմ փրկիչը, իմ սրտի քույրը։ Դուք ինձ վերադարձրիք իմ կյանքը։ Բառացիորեն։ Եվ ես դա երբեք չեմ մոռանա։ Մամ, դուք պետք չէ շնորհակալություն հայտնեք։ Պետք է։ Որովհետև դուք ինձ մի հիմնարար բան սովորեցրիք։ Որ կարևոր չէ, թե որքան մութ է թվում ճանապարհը, միշտ լույս կա։ Միշտ հույս կա։ Միշտ սեր կա։ Եվ քանի դեռ կան այս բաները, կյանքն արժե ապրել։ Տիկին Անահիտը քաշեց մի տուփ, որը թաքցված էր բազկաթոռի կողքին։ Բացեց 2 նվեր հանեց։ Արմենի համար ժամացույց։ Հոր ժամացույցը։ Այն, որը նա նվիրել էր Վահագնին տասնամյակներ առաջ։ Նունեի համար վզնոց։ Հին վզնոց, տիկին Անահիտի մորից, սերնդեսերունդ փոխանցված։ Ես ուզում եմ, որ սա վերցնեք։ Ոչ թե որպես իրեր, այլ որպես խորհրդանիշներ։ Արմեն, ժամացույցը, հիշելու, որ ժամանակը թանկ է։ Լավ օգտագործիր այն։ Սիրիր առանց վախի։ Ապրիր լիարժեք։ Նունե, վզնոցը, հիշելու, որ դու ընտանիք ես։
Միշտ եղել ես։ Միշտ կլինես։ Երկուսն էլ լաց եղան։ Գրկեցին տիկին Անահիտին։ Եվ այդ պահին ամբողջ տունը կարծես փայլեց։ Կարծես բոլոր անցյալի ցավերը վերածվեցին լույսի։ Հաջորդ տարիները խաղաղության տարիներ էին։ Տիկին Անահիտն ապրեց մինչ 92 տարեկան։ Հեռացավ հանգիստ քնի մեջ գարնան արոտ մի օր։ Արմենն ու Նունեն կողքին էին։ Նա մենակ չէր։ Վախեցած չէր։ Խաղաղ էր։ Եվ թողեց սիրո, ուժի ներման ժառանգություն։ Արմենը թե կործանված կորստից գիտեր, որ մայրն իր վերջին տարիներն ապրել էր լիարժեք, որ վերականգնել էր այն, ինչ իրենից խլվել էր, որ երջանիկ էր եղել։ Եվ դա էր ամենակարևորը։ Նունեն իր հերթին շարունակեց լինել ընտանիքի մաս։ Շարունակեց խնամել տունը։ Բայց այժմ ոչ թե որպես սպասուհի, որպես հիշողությունների պահապան, որպես կամուրջ անցյալի ապագայի միջ։ Արմենն ամուսնացավ Անիի հետ։ Ունեցան դուստր Անահիտ, ի պատիվ տատիկի։ Եվ պատմում էին նրան, երբ հնարավոր էր, այն անհավանական կնոջ մասին, որը եղել էր նրա տատիկը։ Ուժի մասին, դիմացկունության մասին, այն սիրո մասին, որը հաղթում է ամեն ինչ։ Կենտրոնի տունը շարունակեց կանգուն մնալ։ Հին պատերը, տուֆե երեսպատումը, երկաթե դարպասը։ Ամեն ինչ մնաց։ Բայց էներգիան այլ էր։ Թեթ էր։ Սիրառատ էր։ Կենդանի էր։ Եվ ամեն անգամ, երբ Արմենն անցնում էր հյուրասենյակով, տեսնում մոր նկարած մագլցող վարդի կտավը, նա ժպտում էր։ Որովհետև գիտեր, որ կարող չէ, թե որքան դժվար կարող է լինել կյանքը, միշտ վերսկսումներ կան։ Միշտ ծաղիկներ կան, որոնք բուսնում են նույնիսկ ամենախիստ ձմեռվանից հետո։ Միշտ լույս կա, նույնիսկ ամենախորը խավարից հետո։ Եվ այդ լույսը, այդ հույսը, այդ սերը տիկին Անահիտի իսկական ժառանգությունն էին։ Մի ժառանգություն, որը կապրեր հավերժ։ Պատմված պատմություններում։ Կիսված հիշողություններում։ Նրանց սրտերում, ովքեր սիրել էին նրան։ Որովհետև, ի վերջո, իրականում կարևորը ոչ թե այն է, թե որքան ենք ապրում, այլ թե ինչպես ենք ապրում։ Արժանապատվությամբ, սիրով, ճշմարտությամբ։ Եվ տիկին Անահիտն ապրեց հենց այդպես։ Մինչ վերջին շունչը։